Շատ լավ եղբայրներ ջան, կարող ենք աղոթքով սկսել, Արթուր եղբայր, աղոթքով այսօր գարանք սկսել։ Երկնարու հայր կալցնք քո արջև Տերաստված, որպեսզի քեզ երկրպագենք ու փառաբանենք քո ամենակարող զորությանը եւ շնորհքի համար Տեր, որ ցույց ես տալիս մեզ վրա։ Շնորհակալ ենք Տերաստված այս հանդիպման համար եւս որ կրկին համար կվեցի որպեսզի քո ներկայությունը մեզ գտնենք, քո խոսքը քննենք եւ սովորենք որպես մեր կյանքի իրական Տերաստված։ Ընտրեմ եղբայրի սիրտը պատրաստես բարողություն տաս Տեր քննարկելու եւ սովորելու համար Տեր, որ Տեր կյանքերի ընթացքում ինչ որ կարդում ենք Տեր եւ պիտի կարողանանք խոսել, սովորենք ճշմարտապես քեզ խաղալու, երկրպագելու, փառք բերելու Տեր Աստված եւ քո կամքի համաձայն ամենուն Տեր ծառայել։ Շնորհակալ եմ Հովի եղբորս համար, իր ժամանակի համար, եղբայրներիս համար, իրենց ժամանակի հատկացնելու համար Տեր, հիմա Տեր Աստված մեր ոգիները, մեր սրտերը քեզ հանձնելով դու առաջնորդիր մեզ ես փառք բերելու համար շնորհ փառք պատիվ քեզ լինի Հայր որդի եւ Սուրբ Հոգի ամեն ամեն շատ լավ եղբայրներ ջան, ուրեմն ամեն բանի առաջ ուզում եմ որ մեկ հատ կարդանք բմնացորդած 33 1-ից 20-ը, ուրեմն Տերը գամի այս անգամ եւ կարող է հաջորդող 1-2 անգամները 5 դագարանյան ավելի գրքերից ցնենք, որովհետեւ մեզ ավելի փորձ լինի 5 դագարանի տեքստերի հետ ոնց աշխատենք քարոզի, ուրվակծի, մայրգետի եւ այդ մնացած տվյալների առումով, որ ինչպես ներածականը ոնց Քրիստոս քարոզելը նրա միջով եւ հետո պատկերազարդումը ներկայացնելը այս սենկտե հատվածի ընթացքում կամ մյուս եկող հատվածների ընթացքում 5 դագարանյան տեքստերից։ Ուրեմն այսօրվա հատվածը Մանասե թագավորի վրայով է, եւ Մանասե թագավորը ինչպես կտեսնենք ինքը լավ մարդ չէր, քոնե սկիզբը լավ մարդ չէր, ուրեմն երկու բան ուզում եմ որ նկատի առնենք եղբայրներ ջան, առաջ որ այդ մեր հարցերին անցնենք, այսինքն քարոզի գլխավոր գաղափարը ինչ է, տեքստից առնված, հետո ուրվակիցը ինչ է, լրացումները, այսինքն մեր ներածականը ինչ կարանք ընել այս տեքստի թեմայի առնչությամբ, հետո ինչպես Հիսուս քարոզելը, Քրիստոս քարոզել ավետարանը, այսինքն նրա միջով եւ մի պատկերազարդում առնվազն, որովհետեւ կարողանանք ներկայացնել մեր լսարանին։ Հիմա ուրեմն կարդալով տեքստը երկու մնացորդած 33 1-ից 20 Մանասեն 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ եւ 55 տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց, այն ազգերի կարշելի գործերի նման, որոնց դերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Եվ դարձյալ կառուցեց այն բարձր դեղերը, որ կանտել էր նրա հայրը Եզեկիան։ Նա Պաղահամի համար զոհասեղաններ կանգնեցրեց, աստարովթի գուրկեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին եւ ծառայեց նրանց։ Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. իմ անունը Երուսաղեմում կլինի Հավիդյան։ Զոհասեղաններ շինեց նաեւ Տիրոջ տան երկու կավիտներում, երկնքի բոլոր զորությունների համար։ Նա իր որդիներին Ենոմի որդու ծորում անցկացրեց կրակի միջով եւ գուշակություն, հմայություն եւ տտություն էր անում եւ հոգեարցուկներից ու գախարտներից խորուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ եւ բարգացրեց նրան։ Իր շինած ու կանտած գուրկը դրեց Ազոտ տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին եւ նրա որդի Սողոմոնին, այս տան մեջ եւ Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ Հավիդյան։ Իսրայելի ոտն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ծեր այրերին։ Միայն տեսգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որ տրված են Մովսեսի միջոցով։
բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան անասկերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։ Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։ Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին գարթերով, նրանք կապեցին բղնցե գրնագի ոդնակաբերով ու դարան Բաբելոն։ Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծո առաջ։ Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։ Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս Գեհոնի արևմտյան կողմում Հեղեղադում մի բարիչ կառուցեց, որը ցկվում էր մինչև ցկների դրան մուտքը, և շրջապատելով Օբաղը, այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր բարձրապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։ Տիրոջ տնից վերացրեց օտար ասվածներն ու գուրքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լերան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։ Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Աստծուն, Տեր Աստծուն, սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծո համար։ Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առասպած և Իսրայելի Տեր Աստծո անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։ Նրա աղոթքը, Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունները և այն դեղերը, ուր նա բարձր դեղեր էր կառուցել և աստարովտի գուրքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, դրանք գրված են դեսանողների հիշատակներում։ Մանասեն ննջեց իր հայրերի հետ և նրան թաղեցին իր տանը, նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հիմա եղբայրներ ջան, ամեն բանի առաջ, երբ այսպիսի պատմական տեքստի առջև ենք, ինչու սրա ժանրը իհարկե պատմական ժանր է 5 դարանից 5 ուխտից, և պետք է որ այս տեքստի առնչությամբ մի քիչ նրա պատմական, մշակութային, աշխարհագրական այս համատեքստերը սերտենք և իհարկե նկատի ունենանք մեր քարոզի գրվածքով, երբ քարոզում ենք այս տեքստի առնչությամբ։ Եվ իհարկե մենք կարանք մի քիչ ներկայացում տալ այս տեքստի պատմական ատվյալների առումով մեր քարոզի ընթացքում։ Հիմա եթե ցես հարցնեմ, հիմա այսպիսի պատմական քարոզումը նախաբանում հագիրճ կերպով, նախաբանի մեջ, հարցը հետևյալն է, նախաբանի մեջ մենք ոնց կարանք մոտիկանալ այս հատվածին, ոնց ներկայացնենք մեր նախաբանը։ Նայեցեք, տարբեր ցևերով կարանք իհարկե, բայց ոնց կարանք ներկայացնել մեր նախաբանը, առաջ որ անդրադառնանք քարոզի մայր առաջարկը, մայր գաղափարը և նրա լրացումները սկսենք մեկ առ մեկ բացատրել, մեկնաբանելով, կիրառելով։ Այո, ոնց կարանք մեր ներածականը կամ նախաբանը օրինել, շարադրել, ինչ կարանք ասել, ինչ տվյալներ կարանք մեջը լիցքավորել, ներկայացնել մեր ժողովրդին։ Հիմա նայեցեք, առնվազն երկու բան կա։ Մի հատը պետք է որ մեր նախաբանում թեման հստակ լինի, մեր քարոզի առաջարկի, թեզիսը այսինքն, մեր քարոզի առաջարկի մայր թեման հստակ լինի մեր նախաբանում։ Ինչու, որովհետև չես ուզում զորօրինակ սկսես քարոզը և 3 րոպե, 4 րոպե, 5 րոպե, ինչ որ է, քո նախաբանի մեջ չանդրադառնաս այս տեքստի, այս 20 համարների մայր թեմային, ինչ որ դու կողմնորոշված ես, թե ինչն է մայր թեման։ Ուրեմն մայր թեման պետք է որ մեջը լինի։ Հետո ոչ թե միայն թեման պետք է մեջը լինի, նախաբանում շատ հնարավոր է, որ լավ կլինի ներկայացնել այդ
պատմական համատեքստի հետ կապ ունեցող դվյալները։ Զորնակ, մի քիչ խոսալ, Մանասեն ով էր, Եզեկիան իր հայրն էր, չէ՞։ Եվ ասում է, որ ինչ որ Եզեկիան ըրած էր երրորդ համարում, Եզեկիան քանթած էր բարձր դեղերը, ինչ որ Աստծո խոսքի ագարակ բան էր, ինչու որովհետև ուրիշ ազգեր այդպես անում էին, հրեաներն էլ այդպես անում էին, նրանց սովորություններին հետևում էին, եւ Աստված ասած էր, որ ադիկա գարիկը չկա, բետ չկա, ինչու Երուսաղեմի մեջ է դիրոջ պաշտամունքը, դակավին տաճարը ներկա էր, բայց նրանք անում էին ոնց որ ուզում էին, եւ ինք ինչ արեց։ Արեց այն բաները, որ Աստծո ասում է, որ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց դերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Հետո նույնիսկ Բաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, աստարովտի գուրկեր շինեց, երկրբակեց երկնքի բոլոր զորություններին եւ ծառայեց նրանց։ Հիմա իհարկե եղբայրներ ջան, հիմա մենք չենք անդրադառնում այդ ամեն տվյալների վրայով, որ ասենք, երբ որ մենք բացատրենք Աստծո խոսքի ասմասերը, իհարկե պետք է մենք խոսանք, որ ինչ է օրինակ Բաղիմը, ինչ է աստարովտը։ Բարև Արադ եղբայր կարաս գոմից բագել գոցայնը, շնորհակալություն։ Հա։ Ուրեմն տեսնում ենք, որ մեր ներածագանում, որովհետեւ Արադ եղբոր համար ալ հագիչ կերպով գրնենք, տեսնում ենք, որ մեր ներածագանում պետք է ներկայացնենք մի քիչ դեղատվություն պատմական համատեքստի վրայով, որ ով էր Մանասեն, ինչ գիտենք նրա վրայով, ումի որդին էր, ինչու որ այդ հագատրությունը գա Եզեկիայի եւ Մանասեի եւ նրա համար այդ հագատրությունը կարևոր է նշելը եւ ինք տեսնում ենք այն բաները, որ արեց, ուղղակի Աստծո գամքի, Աստծո խոսքի, Աստծո պատվիրանների հագարակ։ Եվ դերը ասած էր, որ իմ անունը 4-րդ համար Երուսաղեմում գլինի Ավետյան, բայց քանի որ Իսրայելը Մովսիսական ուխտի համաձայն ապրում էր, այս խոստումը Տիրոջը պայմանավոր խոստում էր։ Սա առումով, որ եթե անազատ լինեն Մովսիսական ուխտի համաձայն, ոչ թե նոր ուխտի այդ հավիտենական բնութագրի համաձայն, Մովսիսական պայմանավոր ուխտի համաձայն, եթե անազատվեին, օրհնություն կստանային, եթե անազատ լինեին Տիրոջը, իհարկե դատաստան կար նրանց համար եւ նույնիսկ աքսոր կար, ինչպես վերջը ոչ թե միայն 10 ցեղերին պատահեց, երբ նրանք աքսորվեցին մոտավորապես 7-21 թվականին Քրիստոսի առաջ դեպի Ասորեստան, հետո մնացած երկու ցեղերն Հուդայի եւ Բենյամինի, նրանք էլ աքսորվեցին Հուդայի այդ երկու ցեղեր, որ Հուդան եւ Բենյամինն էին, դեպի Բաբելոն Նաբուկոդոնոսորի օրով 586 թվին Քրիստոսի առաջ։ Հիմա ուրեմն մեր ներածագանում եղբայրներ ջան, իհարկե մենք գիտենք մեր դասերի դրվածքով խոսած ենք, որ մենք կարանք օրինակ պատմությունով սկսել, կամ կարաս նույնիսկ Եզեկիա թագավորի նրա ասենք թե ցանկի մի ասպեկտով սկսել, ցուցաբերելով, որ ինչ արեց Եզեկիան, որքան հավատարիմ մարդ էր Տիրոջ եւ այլն, եւ հետո մի անգամից կարաս ներկայացնել ասել, բայց հիմա մենք անդրադառնում ենք նրա որդու մասին, Մանասեի մասին, եւ նայեցեք այդ լեր ու ծոր, այսինքն ինչպես լույսի եւ խավարի միջև տարբերություն կա, հոր ու որդու միջև այդ խավարի եւ լույսի անկան տարբերությունը այստեղ հայտնի է Եզեկիայի եւ Մանասեի միջև։ Կոնե զգիսպը իր կյանքի սկիզբը եւ այս տակավորը պատկերացրեք եղբայրներ ջան, հիմա ներածականում այսպես բաներ կխոսանք։ Կամ մեկը կարող է թեման ներկայացնել, օրինակ թեման, եթե դու գոմնորոշվեցիր, զորօրինակ ասում եմ, հնազանդության մասին է։ Մի քիչ հետ կարդեն գանտրատարնանք ինչ է թեման։ Զորօրինակ եթե թեման հնազանդության մասին է, դու կարաս Սուրբ գրքի միջից օրինակը, պատկերազարդումը, հնազանդության վրայով մի քանի համարներ, նրա վրայով մի քիչ խոսած եւ այդ գամուրջը ստեղծես դեպի այս պատմության, Մանասեի պատմության։ Հիմա նայեցեք, մեկնաբանական շատ հարցեր կա եղբայրներ ջան, եւ մենք այսօր մեր հանձնարարականում չենք անդրադառնում այդ մեկնաբանական մասերը։ Ինչու կասեմ սա։
օրինակ երբ նայում ենք, որ 55 տարի թակավորեց ասումը, 55 տարի, սա ցույց տալիս է մեզ, որ մեկը կարա երկար տարիներ թակավոր է, բայց սա չի նշանակում, որ օրհնություն ունի Տիրոջից, պարզապես որ երկար թակավորություն ունեցավ, մեկը կարա կարճ կյանք ապրիլ եւ Տիրոջ կյանքը կատարել եւ դերը իր նախախնամության մեջ իրեն ոնց որ տուն տանի կանուխ, նա ինքը գիտի, Տերը գիտի ինչ ուզում անել նրա ծառաների հետ կամ նրա թակավորների հետ կամ մարդկանց հետ ընդհանուր առմամբ խոսում եմ։ Հետո դարբեր օրինակ այստեղը գուրքերի եւ չասվածների մասին կա, Փաղիմը կա, Աստարովտը կա, հետո զոհասեղաններու մասին կա Տիրոջ տան մեջ եւ ասում ա որ 5-րդ համարում երկու կավիթներում Տիրոջ տան մեջ ընդեղալ զոհասեղաններ շինեց։ Հիմա երկու կավիթները ինչ են, պետք է մեկնաբանվեն, հետո երկնքի բոլոր զորությունները ինչ են, թևերու մասին կխոսա, կամ պարզապես ասխերի, մոլորակների, այդպիսի բաների մասին կխոսա։ Պետք է անդրադառնանք այս բոլորի վրայով, երբ մենք արդեն մեր գեդերի, այսինքն լրացումների ընթացքում մեկնաբանում ենք սրանք։ Մեկնաբանում ենք եւ կիրառում ենք, օրինակ ինչպես ասեցինք, եւ որ 55 տարի թակավորեց առաջին համարում գիրառումը գարած ներկայացնել, սա չի նշանակում, որ բարձրապես որ 55 տարի թակավորեց հոյագապ ինքը թակավոր էր, ոչ, մեղքերով լեցուն էր, սա բամը չի նշանակում, Տերը նրա անգամ կյանք տվեց, հիմա ուրիշ բաներ ա գա իհարկե, ինչու որովհետև այստեղ ասում է 6-րդ համարի վերջը, որ ճարիք շատ ճարիք կործեց Տիրոջ առաջ եւ բարգացրեց նրան, կարծեք թե դիտմամբ անում ասա։ Եվ հետո շարունակելով այստեղը նայեցեք ինչ կասե 9-րդ համարում, բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի եւ Երուսաղեմի բնակիչներին, որոնք ճարիք կործեցին ավելի քան անասկերը, որոնց բնաճնչեց Տերը Իսրայելի որդիների առաջ։ Նրա վրայով ալ պետք է խոսեցվի։ Սրանք բոլորը իհարկե լրացումների, կետերի ընթացքում, եւ որ ասում ես առաջինը, երկրորդը եւ այլն այդպիսով։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ Տերը խոսեց Մանասեի եւ նրա ժողովրդի հետ, բայց սակայն նրանք ագան չդրեցին։ Իհարկե, մեկնաբանական հարցը այստեղ եղբայրներ ջան ցես հարցնեմ, եւ որ ասում է 10 համարում Տերը խոսեց Մանասեի եւ նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ագան չդրեցին, հարցը ցես է։ Ոնց խոսեց նրա ժողովրդի հետ Տերը։ Դուք ասեք։ Ոնց խոսեց։ Ոնց խոսեց։ Մարգարեների միջոցով։ Եվ նրանք մտիկ չարեցին եւ ասում է Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի գլուխներին։ Իհարկե նրանք եկան նրանց ցանկությունների համեցայն։ Իսրայելի թեմ, Հուդայի թեմ, Իսրայել ժողովրդի Հուդայի թեմ։ Բայց Տերը ինքը գերիշխան է, բոլոր ազգերը, թագավորները, նրանց զորքերը Տիրոջ ցերկն են։ Նրան համար է, որ ասում է Տերը նրանց դեմ բերեց։ Իհարկե Տերը ինքը չարի պատասխանատու չէ։ Հապա ասորեստանցիները եկան ավեր կործելու սպանելու, բայց Տերը նրա գամքը արեց նրանց բերելով, որբեսի նրանց ժողովրդի եւ Մանասեի խոնարեցնե, ինչպես Ազոխոսքը մեզ հստականում է։ Եվ հետո նրա անշուշտ բռնեցին դարին մինչև Բաբելոն շղթայված, ասում է այստեղը, որ գրգնագի ոտնագաբերով այդպես շղթայեցին նրան, եւ հետո տեսնում ենք նրա զղջումը եւ Տերը ինչպես նրա վերադարձրեց 13 ամառում Երուսաղեմ եւ հետո սկսեց անել բաներ, որ առաջվանից տարբեր էր, սկսեց բաներ անել, որ Տիրոջը խոսքի եւ գամքի համաձայն էր։ 17 համարում ասում է, սակայն ժողովուրդը դակավին զոհեր էր մատուցում բարձր տեղերում, թեպետ իր դեր Աստծու համար։ Հիմա այստեղ մենք պետք է անդրադառնանք մեր մեկնաբանության եւ կիրառման մեջ, որ երբ Տերը մենք ցանկանում ենք ճաշտել, Տիրոջ ուզած ցևով կլինի նրա երկրպագությունը։ Ինչու ասում ենք սա, որովհետեւ
երբ մենք Տերը ճաշտում ենք, չենք կարող օգտագործել այնպիսի միջոցներ, որ Տիրոջ խոսքի ագարակ եւ ասենք, որ մենք Տերը ճաշտում ենք։ Զոր օրինակ։ Եթե մենք ասենք, մենք կարող միասին մեր 7-երնից գնալ եւ ասենք մի բարմը, կլաբը նստել, ուր որ այսինքն ամպարո բաներ կլինի եւ այնտեղը Տերը ճաշտենք։ Միասին այս զրույցը այնտեղ ունենանք։ Այնտեղ խոսանք Տիրոջ մասին։ Շփվենք Քրիստոսով այնտեղ։ Հա, կարող է որ երբեք սխալ չանենք։ Ոչ մի օրինակ բան խմենք, ոչ մի օղի խմենք կամ ոչ մի սիգարետ ծխենք եւ այլն, բայց մեր ներկայությունը այնտեղ Տերը ճաշտելու, շփվելու, աղոթակցելու, սա հարկավոր չէ, ապա մեղք է։ Ինչու՞ որովհետեւ այնտեղը Տիրոջ ճաշտելու տեղ չէ։ Հապա Տիրոջ ճաշտելու տեղ լայր տանը մեջ կամ եղբայրների միջև ասենք թե հավաքվենք այսպես կամ մի տան մեջ կամ ուրիշ մի վայր ուր մեղքը բացակայ է։ Մանրանք ոնց որ խարը ճաշտամուն կարեցին ձևոմը։ Նրա համար է որ Աստծո այստեղ անդրադառնում է այդ իրողության։ Եվ հետո ամբողջացնում է վերջին 3 համարներում ինչպես ինք նայեցեք վերջին 3 համարում էր թե այդպես ասում է, թե այդպես ասում է, թե լավն է, թե վատն է, եւ մի քիչ հետ կանդրադառնում ենք սրա վրա եղբայրներ ջան։ Ուրեմն նորից ասենք, երբ մենք ներկայացնում ենք մեր ներածականը, պետք է որ մեր ներածականում մեր քարոզի գլխավոր թեմայի վրա անդրադառնանք, այդ թեման վերցնենք, այնպիսի ցևով այդ թեման ներգրավված լինի մեր ներածականում, որ մեր ժողովուրդը անդրադառնա, որ հիմա ինչ գալիս է։ Եթե, ինչպես ասեցի, մեր թեման անազանտության մասին է, կամ անազանտության մասին է, իհարկե, պետք է որ անազանտության կամ անազանտության վրայով անդրադառնանք։ Այնպիսի սկսենք, որ ըլլա Սուրբ Գրքի միջով, կամ ասենք դարբեր ասենք թե արդայություններով կարող ենք ասել, որ զորօրինակ այսօր մենք ապրում ենք մեր երկրում Հայաստանում, ուր Տիրոջ խոսքի հանդեպ անազանտությունը գրեթե բացակայ է, ընդհանրապես բացակայ է մեր ժողովրդում։ Եվ այդպիսով անդրադառնալով կարաս կապել ասել, որ բայց մենք գիտենք Աստծո խոսքը հին ուխտից եւ նոր ուխտից մեջբերումներ անելով մի քանի հատ արագ կերպով, որ անազանտությունը Տիրոջ արչեւ հաճելի է։ Անազանտությունը հաճելի է Տիրոջ արչեւ։ Կամ մեկը կարա զորնակ ծնողքիմը եւ երեխումը մասին խոսալ, ինչպես երեխումը հարաբերությունը անազանտյան առումով ծնողքի հանդեպ, կարաս այդ պատմությունով սկսել, պատմությունը կամ քո կյանքիցը, ինչպես որ չար կամ եղբայրն ինքը ակնարկ մկաներ, էլի այսպես երեխաների վրա, կարա մեկը մեջբերում անել ասելով որ սրանից զորնակ ասում է 15 տարի կամ 20 տարի առաջ, երբ օրը իմ դղես կամ իմ աղջիկս այսպես եւ նրան ասեցի, որ նազատ լինի, ինքը մերժեց եւ հետևանքի ինչ էր, օրինակ։ Եվ այդպեսով կարաս կապել հետո Մանասեի պատմության եւ կարաս ասել, որ Աստծո խոսքում այսօր մեր արչեւ ունենք թագավորի օրինակը, որ աննազանտ էր նրա արարչի, նրա Աստծո արչեւ, ինչու որովհետեւ ինք այսպիսի մեղքեր արեց։ Սա այդպեսով, սա իհարկե մի մոդեցումն է, տարբեր ցևով կարանք մոդենալ մեր ներածականը շարադրելու նկատմամբ եւ հիշեք եղբայրներ ջան, միշտ մեր ներածականը եւ վերջապանը միշտ վերջը բահենք։ Միշտ մենք մեր քարոզի մարմինը կառուցենք, այսինքն քարոզի մայր թեման, հոգնագի կոյական առաջարկը, թեմայի հետ լրիվ տեզիսը, առաջարկը այսինքն ներկայացնենք ինչի մասին կխոսանք այսօր մեր լսարանի առաջ, հետո մեր լրացումները պատրաստենք, աշխատենք մեկնաբանությունները, գիրառումները, պատկերազարդումներ եւ հետո գնանք։ Պատկերազարդումը հետո ալ գարասանել, նույնիսկ ներածականից եւ վերջաբանից հետ, բայց մարմինը ընել է հետ հետո դասավորենք մեր ներածականը եւ վերջապանը։ Ինչու՞։ Հիշում եք ինչ ասած էինք մեր դասարանում եղբայրներ ջան։ Ինչու համար վերջապանը եւ նախապանը եւ վերջապանը վերջը թողենք։ Ինչու՞։ Դուք ասեք։
Ուզում եմ ձեզանից լսել, ինչու։ Մի գլխավոր պատճառ։ Որ ավելի հետաքրքիր ընթանա քարոզի ընթացքը, հա, որ ժողովրդի ուշադրությունը ու կենտրոնացումը ժամանակի շուտ չշեղվի, որ սպասեն վերջաբանեն կոնկրետ Չէ, հարցը հետևյալն էր, Գամո եղբայրս, չեմ կարծում հարցը շիդակ հասկացար։ Ինչու համար նախընտրելի է, որ մեր աշխատանքը, երբ մենք կազմում ենք մեր ներածագանը եւ վերջապանը ամենավերջը թողենք եւ ոչ թե սկիզբը ներածագանով սկսենք եւ հետո աշխատենք քարոզի թեմայի վրա, քարոզի լրացումների վրա, մեկնաբանության գիրառման ինչու։ Որովհետեւ պատասխանը հետևյալն էր։ Սա կարևոր է եղբայրներ ջան միտքերից պահեք, չմոռանաք։ Երբ մենք ներածագանը սկզբից անենք, ենթադրելով որ թեման օրինակ, ասեմ, անազանտության վրա է, բայց հետո հնարավոր է որ երբ քարոզի մայր քաղաքարը առաջարկը հոգնագի քոյական արտահայտությունով մենք առաջ բերեցինք, կարող է որ այնադեն նայեցանք ուշադրություն դարձրեցինք որ թեման անազանտության վրա չէ, զորօրինակ։ Հաբա զորօրինակ ասում եմ անավադարմության վրա է, հոգևոր անավադարմության վրա է։ Հիմա մեկ կարող ասել որ անալ անազանտություն չեմ, հա բայց կոնկրետ ծավով ինչ է թեման տեքստի։ Մենք գիտենք ամեն մեղ անազանտություն է Աստծո առջև։ Չեն կարող ասել որ բարձրապես որ այսօր օրինակ ասում եմ, եթե եղբայրասիրության բագասի վրայով գխոսա տեքստը։ Մենք չենք կարող ընդհանրական անել այդ բոլորը ասել որ անազանտության վրա է։ Աստծո խոսքի անազանտություն է եղբայրասիրության բացակայությունը։ Հասկանում եմ, բայց մայր թեման եղբայրասիրության բացակայության մասին է։ Նրա վրա պետք է անդրադառնանք, չէ՞ թե ոչ ամեն բան մեղ կասենք եւ վերջացավ։ Հասկանում եք եղբայրներ ջան, սա է ասած։ Նրա համար է որ սկիզբը հասկանանք թեման ինչ է մեր տեքստի, մեր հատվածի։ Մենք նրա համար եղբայրներ ջան, եթե գնացեք նայեք էլի ծեր աշխատանքը, ինչ արեցիք այդ 13-ից 15 քայլերը բացատրական քարոզի պատրաստման եւ նպատակը, որ ներածականը եւ վերջապանը հետո պահենք, այսինքն աշխատենք քարոզի տեզիսի թեմային վրա, հոգնագի քոյական անցումային արտահայտությունը, գեդերը մեջ բերենք դուրս, տեքստից դուրս անենք եւ աշխատենք մեկնաբանական հարցերը, պատասխաններ գտնելու գիրառումներ, հետո արդեն գիտեք, որ թեման ինչ է։ Նրա համաձայն կարանք կառուցել հետո մեր սկզբի այդ մասը, նախապանը։ Հետո անշուշտ վերջապանն կարանք անել, ինչու որտեղ հիմա որ գիտենք մեր թեման, գիտենք ոնց ընթանում ենք քարոզի մարմնում, մայր մարմնում, եւ հետո գիտենք ոնց կարանք վերջացնել։ Ոչ թե հետաքրքրության համար, ադիգա հա, Գամո եղբայրս, հետաքրքրության մասը շիդակ է, որ մեր ներածագանում ինչ բան դեղատրենք, որպեսզի հետաքրքրական թվի մեր լսարանին։ Սրա մասին չհարցրեցի, բայց հաբա ինչու կարևոր է հարցրեցի, որ վերջապանը եւ նախապանը մեր գլխավոր թեման գտնել է ետքը եւ մեր օկնագի կոյական այդ լրացումները ներկայացնել է ետքը եւ մեկնաբանությունը եւ կիրառումը արչեւ բերել է ետքը, այսինքն նրանք ուսումնասիրել է ետքը, հետո մենք հստակ է մեր մտքում մեր թեման ինչ է, ինչի մասին կխոսանք, չէ՞ թե ոչ, եթե սկսենք տեքստ նայեցանք, մանասեն զոհասեղաններ շինեց, զոհասեղանների մասին է ասում ենք, հա բայց լավ չկարտացինք, մինչև 5-րդ համար կարտացինք, շարունակեցինք, ուրեմն ես զոհասեղանների մասին խոսամ իմ ներածագանում կամ վերջապանում, ոչ, լրիվ տեքստը, հատվածը պետք է լավ մկարտացվի, թեման պետք է դուրս բերվի տեքստից, քարոզի գեդերը տեքստից վերցված դուրս պետք է բերվի, որ թեմայի հետ կապ ունի, ամեն մեկ կետը, եղբայրներ ջան, քարոզի մայր թեմային պետք է կապված լինի, առնչություն պետք է ունենա ուղղակի, չէ՞ թե ոչ գշեղվի նրա ճանապարհից։ Հետո ամեն բանի հետ կը վերջի վերջո ներածականդ կանես եւ վերջապանդ կանես։ Այդ կարգավ ներածականդ եւ վերջապանդ։ Եվ իհարկե, ինչպես որ ասած է եղբայրներ ջան, հիմա այս տեքստից, եթե ես ցեզ հարցնեմ, ոնց Քրիստոսը մենք կարանք քարոզել, ինչ կասեք։
Ոնց եւ ուր գարան Քրիստոսը կարոզել այս տեքստի համաձայն։ Հիմա ես չեմ ասում, որ ամեն քարոզում պետք է որ նույն ցևով Քրիստոսը կարոզի, չէ, տարբեր մոդեցումներ կա, ինչպես խոսած ենք։ Երբեմն մեկը կարող է Քրիստոսի մասին չխոսա, բայց Աստծո մասին խոսա։ Զոր օրինակ, այս տեքստում Տիրոջ մասին խոսում է շարունակապար։ Եթե Տիրոջ մասին խոսում է, մեկը կարա վերջը այսպես ասել։ Զոր օրինակ, վերջաբանում գամ քարոզի ընթացքում, չէ՞, կարա ասել, որ Տիրոջ խոսքը այսպես ասած է, որ ինք հաստատած էր այս ժողովուրդը Երուսաղեմում եւ նրա նպատակն էր, որ զգուշությամբ անեն այն ամենը, որ ինք պատվիրած էր նրանց 8 համար։ Եվ դու կարաս հարցնել լսարանիդ, միթե դու զգուշությամբ անում ես, միթե ես զգուշությամբ անում եմ այն ամենը, որ Տերը պատվիրած է քեզ եւ ինձ։ Իբրավադացիալ դու ժողովրդին խոսած, իբրավադացիալ զգուշություն անում ես Աստծո խոսքի հնազանդության նկատմամբ։ Եթե հա, դերորդն է շարունակի, եթե ոչ, պետք է որ դառնաս այնտեղից։ Եվ եթե դու դակավին երբեք չես զգուշություն անում, այսինքն ընդհանրապես, ինչու ավադացիալ չէ դիմացինը, եւ գասես այնտեղ, եթե դու դակավին զգուշություն երբեք չես անում Աստծո խոսքի հանդեպ, որովհետեւ դակավին դու չես ապաշխարած մեղքերիցդ, Աստծո պետք է դառնաս, իհարկե Քրիստոս ավետարանը գարաս այնտեղ ներկայացնել, ինչու որ 5 դակարայրան տեքստ է, եղբայրներ ջան, այստեղ Հիսուսի մասին չկա ուղագի կերպով։ Նրա համար է որ ուր որ նմանավանդ 5 դակարանում Հիսուսի մասին չկա, ավելի լավ է որ Աստծո վերաբերյալ մի ասպեկտը, մի բնութագիրը, մի ճշմարտություն որ Աստծո հետ կապ ունի, կամ մի հրամանը, մի պատվերը օգտագործելով նրա շուրջ, եթե այդ պատվերը կամ այդ բնութագիրը էական, գենսական պատվերն է կամ բնութագիրն է աստվածային, նա օգտագործելով, օրինակ եթե Աստծո սրբության մասին խոսում ենք, սուրբ լալու մասին խոսած, ոնց մենք կարա սուրբ լինել Աստծո առաջ, որ ինք սուրբ է, ապաշխարությամբ, այդ գամուրջը հաստատելով, գաբելով, կարաս խոսալ ավետարանի վրա։ Իհարկե պատկերազարդումները եղբայրներ ջան, ինչպես սկիզբը ասեցինք, եթե մեկը ուզում է օրինակ հնազանդության մասին կամ անհնազանդության մասին խոսա, երբ որ հիշում եք ասեցինք, որ ներածականում մեկը կարող է իր կյանքից օրինակ բերել, եթե բանը բադայեց տարիներ առաջ երեխաների հետ եւ իհարկե չես ուզում երեխաներիդ անարգել, ոյ մի բան ասելով, որ կարող է նրանք երբ որ լսեն, որ դու այդպես բան ասեցիր, կամ եթե նրանք ներկա են չափահաս վիճակում, կամ դակավին չափահաս չեն, օրի մեկը կարան լսել ասել, որ իմ հայրս ինչու համար այդպես բան ասեց, ես չէի ուզենալ որ այդպես ասի։ Սա շատ ուշադրություն պետք է անենք, որ եւ չանենք մի բան, որ հետո մեր հարազատները մեզ ասեն, որ հայրիկ ջան, ես չէի ցանկանալ, որ դու այդպես բան ասեիր իմ վրայով։ Զգուշ կլինենք։ Նրա համար ավելի լավ է ուրիշ բամություն, մեկի բամությունից, որ ոչ մեկը չգիտի, կարաս այնտեղից օգտագործել։ Նույնիսկ եթե պետք է անունը եթե ծանոթ անունն է, ուզում ես ծանոթ անունը ներկայացրու, մեկը որ դուրսից է, օրինակ մեկը որ կարող է եվրոպացի լինի, ապրիգեցի լինի, ամերիկացի լինի, կարևոր չէ։ Այդպեսի ներկայացրու, կամ նույնիսկ անունը փոխե, խնդիր չէ։ Կարաս ասել, որ անգամը մեկը կար այսպեսի անցմը, որ անունը կարան կոչել, օրինակ Թովմաս, եւ այսպեսի բադարմը եղավ նրա եւ նրա դղու հետ եւ այլն հնազանդության կամ անհնազանդության այդ թեմայի առնչությամբ եւ հետո այդ բادկերազարդումը որ դու օգտագործիր ներածականում գկապես քո թեմայի հետ մինչեւ այդեն որ եթե թեման խոսում է անհնազանդության մասին հիմա աշխապ ասելով եղբայրներ ջան ուզում եմ ցես հարց տալ ովևէ հարց մինչեւ հիմա առաջ որ շարունակենք Հովիկ եղբայր, օրինակ ես թեմայի մեջ մենք կանք երկու զուգահեռականով շարժվենք Աստծո ողորմությունը ու մարդու անհնարավոր ճիշտ մարդու անհնազանդությունը ու Աստծո ողորմությունը ես ասենք տեքստը ընդամենը մի քանի անգամ կարդացել եմ չեմ հասել ոչ մի բան առանձնացնեմ էլի թեզիսը գլխավոր միտքը Հիմա եթե ընեիր Սարգսեվ պայրս կասեի, որ ասակ ուգդ, բայց եթե չես արած
So Հա, չեմ արել, ուղղակի ասեմ, որ կարդացել եմ, իմ մեջ սենց է տպավորվել, էլի, որ մարդու անհնազանդությունը ու Աստծո հենց ողորմությունը, քանի որ Աստված ինչ որ ասել է, մի անելու է, անկարնանից թե մարդը ինչ գործողություններ կանի։ հիմա ավելի գանտրատարնանք հիմա ավելի ինչ կա այստեղ, ինչու որովհետև այո, ինչպես որ ասեցիք, այդ թեմաները կան այստեղ, եւ ոնց կարող ենք ներկայացնել այդ թեմաները այստեղ։ So, հիմա ուրիշ զուգահեռ այդպես։ Հիմա չեմ կարող այդպես ասել եղբայրս, մինչև որ ես չմտորեմ այդ ծևով, որ նայեմ, որ միտը տեքստից կարող է ստացվի այդպեսի մոդեցումը, կամ ուրիշ մոդեցումը, հիմա իմ մոդեցումս ուրիշ է, նրա համար ասեցի, եթե դու աշխատած լինեիր և ներկայացնեիր, կարող ենք միասին քննարկել, հա, եթե ուրիշ եղբայրներ կան, որ տեղ չի ասել։ Հա, ոչինչ եղբայրս, հա, բայց շնորհակալ եմ, որ դիսպեցա։ Ես մի հատ հարց ունեմ, այս որ 1-ից 20-ը ընտրված է, որ ընդհանուր հատվածը, իսկ ինքը մի ընդհանրական քարոզ է, թե եսի կարելի է մի քանի մասի բաղդատել եւ ենթադրենք պատրաստել 3 քարոզ կոնկրետ այս թեմայի վերաբերյալ, թե չէ։ Հիմա եղբայրս նայ, եթե 3 քարոզ կարողացար անել, հրե։ Կամ 2 քարոզ, չգիտեմ, ես մոտավոր ասեցի, էլի։ Հա, ինչու ասում եմ, որովհետև եթե հիմա ես քարոզել լինեմ այս հատվածը, հավանական է 50 րոպե պիտի վերցնեմ, 20 համարներով պիտի խոսամ սրա վրայով։ Որովհետև սա ամենը մեկ մի պատմություն է, մի դրվագ է։ Այո, հնարավոր է, որ երկուքի բաժնես, խնդիր չէ։ Օրինակ, եթե հստակ անես, ոնց կարաս գիսել այս պատմությունը երկու մասերի, հիմա ինչ որ այստեղ տեսնում եմ, հնարավոր է 1-ից 9 կարոզել, հետո 10-ից մինչև 20-ը կարոզել։ Ինչու որովհետև 1-ից 9 իր մեղքերի մասին խոսում է, հետո դրանից հետո որ 10-ը տերը խոսեց ու ոչն հնարավոր է եւ այլ։ Հա, հնարավոր է, բայց հիմա ինչու ասեցի Սարգիս եղբորը, այդ բանը որ ասեցի նրանք քեզ նույնը գասեմ, որ եթե ունես քարոզի մայր կապարդ կամ երկու քարոզների եւ նրա բաժանմունքները կարասն կամ նա հիմա ես կգիսվեմ ցեզ այդ իմ ունեցածս եւ հետո այո կարաս ասել որ կարող է այդպես անել կամ այդպես հիմա նա ես եթե անեի սա հավանական է այսինքն կարող եմ ասել 100%-ով հավանական է մեկ քարոզում կանեմ ինչու պատմական հատված է 50 րոպեի մեջ հնարավոր է 20 համարը ներկայացնել սա թղթերից չէ Պողոս Սարակյալի, որ աստվածաբանական տերմիններ կա, բաներ կան, պատմական հատված է, եւ 20 համարը շատ հեշտ կստացվի, սահուն գերբով ներկայացվի, բայց սխալ չի արվել եղբայրս, որ այո, կարաս երկուքով ալ բաժնել։ Ինչու՞ որ կարող է որ 30 րոպե ունիս, կամ 25 րոպե ունիս, կամ 35 րոպե ունիս, երկու մասի բաժնեցիր, խնդիր չէ։ Մինչև այնադեմ, որ երկու քարոզները իրար հետ կապ ունենան։ Ինչու՞ չես կարող օրինակ ասել, որ Այս քարոզի թեման, օրինակ անազանության մասին է, եւ հաջորդ քարոզի թեման ասել, որ զոնակ եղբայրսիրության մասին է, որ եղբայրսիրության մասին չի գա ասածվածում։ Ուրեմն սա էլ ուրիշ բան է, որ ուրիշ անգամ պետք է միասին արձարծենք, հետեւյալը, որ եթե մի տեքստը երկու մասի բաժնեցիր, ինչ կանես։ Մի տեզիս, այսինքն մի առաջարկ, չէ՞ թե երկու առաջարկ։ Հա, հիմա պատասխանը նա հագիչ պատասխանը հետևյալն է նախընտրելի է մի առաջարկ բահես քարոզի առաջին մաս, քարոզի երկրորդ մաս հասա ինչպես եւ լրացումները այդպես բաղդատեք, չէ՞։ Ինչպես այո ասենք էսի քարոզի առաջին մասն է, էսի երկրորդ մասն է քարոզի հիմա սեբենտ է մի շաբաթ եմ քարոզում, հետո եմ մեկտեմ քարոզելու այո եթե երկու մաս է որովհետեւ Հարաճան, ասե։ Կներեք, էլի, որովհետև եթե օրինակ հնարավոր է, որ ասենք մի հատված կա, այդ հատվածից վերցնում ես գլխավոր միտքը ու լրացումներ ես տալիս ու ուրիշ եղբայր վերցնում է այդ հատվածից երկու քարոզ է սարքում, չդառնան հենց էլի, որ այդ հատվածից կարելի է երկու հատ գլխավոր միտք վերցրած։ Չէ, չդակ։ Մի միտք է որովհետև, դակավի մի միտք է Բարձրապես որ երկու մասի բաժնեցիր կամ երեք մասի բաժնեցիր Չէ, ամեն ինչ անիմաստ կեն, էլի, որովհետև ամեն մի հատված իր գլխավոր միտք ունի, այսինքն ներս չի որ ես
հանեցի մեկ գլխավոր միտք, ուրիշը կարա հանի երկու գլխավոր։ Հիմա ուրիշի մի գնա, հիմա դու ուրիշ բան ասում ես, Արարատ ջան, դու ուրիշ բան ասում ես։ Հիմա դու ես քարոզողը, երկուքի բաժնեցիր քարոզը, Արմեն եղբորը Սադի համացան։ Դու հիմա չես մտածում, որ օրինակ մի գիրագի ես քարոզեցի, հաջորդ գիրագի մնացած մասը այս տեքստի դու քարոզեցիր։ Օրինակ առաջին գիրագին օրինակ 9-ից 1-ից 9 ես կամ Արմեն եղբայրը քարոզեց, հաջորդ գիրագին օրինակ դու քարոզես 10-ից մինչև 20-ը։ Դագավին նույն քարոզն է, նույն մայր քահապարն է։ Նրա համար է որ Այսինքն ինքը տվյալ մարդը, որ շարունակում է իմ քարոզը, օրինակ առաջին գիրագին ես եմ քարոզը, երկրորդ գիրագին ինքն է քարոզը, գալիս է նույն գլխավոր մտքին, նորից հիշեցնում է, որ այս է գլխավոր միտքը ու լրացումները շարունակում է։ Բայց ինչու ուզում ես այդպես անել։ Նայ, ես երբեք օրինակ համաձայն չեմ, որ մեկը ուրիշի մկարոզը, ասենք գեսը վերցնե եւ ինքը ուրիշի մկարոզին լրացումները շարունակե, նո, լավ չի լինում այդպես։ Հիմա հա, եթե երևի միտքը ճիշտ չէ ձևակերպեցի հովիկ եղբայր։ Իմ ասել ես այնա, որ եթե օրինակ դու վերցնում ես գլխավոր միտքը, տալիս ես գլխավոր միտքը, ու լրացումներ ես տալիս, բայց այդ ուրիշ եղբայրը վերցնում է այդ հատվածը, բաժանում է երկու մասերի, օրինակ մեր եղբայրը որ նոր ասեց, ու ամեն կիրակի ինչ-որ մի հատված քարոզում է, ու այդ հատվածը ընդհանուր բոլոր պիտի ունենան մեկ միտք, չէ։ Այո։ Այսինքն մի հատ վերցնում է գլխավոր միտքը, լրացումները տալիս է, ուրիշ կիրակի վերցնում է գլխավոր միտքը, ուրիշ լրացումներ է տալիս, ուզում եմ այդ պահը հասկանամ։ Okay, հիմա նայր, ես քո միտքը հստակ հասկանալով մար հետեւյալ հարցը գտամ քեզ։ Հիմա սեբենք թե ես քարոզեցի այս 20 համարները այս կիրակի եւ օրինակ 6 ամիսի հետքը դու քարոզեցիր այս նույն տեքստը երկու քարոզով, բայց դարբեր կապարը, մայր կապարը քո մոտ մի քիչ դարբեր էր։ Բայց դակավին քո լրացումները դեն, այդպեսով կարող է ստացվել, մինչև անադեն որ նույնանման է միտքը, որ ես ու դու, ոչ թե մեն ես ու դու նույն միտք ունենք, ես ու դու կարանք սխալ լինել։ Տեքստը կարող է օրինակ մենք ասենք, որ այս տեքստը Ազո սիրո մասին է, կամ Ազո ողորմության մասին է, եւ ο տեքստը օրինակ Ազո Դադաստանի մասին է։ Ուրեմն բարձրապես որ ես ու դու համաձայն ենք տեքստի մայր թեմայի վրայով, եւ դու կարոզեցիր 6 ամիսի հետ, ես կարոզեցի այս կիրակի, սա չի նշանակում, որ անպայման մեր հասկացողությունը 100% շիտակ է, բայց հիմա իմ բանս ինչ է, որ եթե ես օրինակ քարոզեցի մեկ քարոզը 10 ամարին 5-ը ես քարոզեցի, ասեցի որ կար շաբաթ առատ եղբայրս դու շարունակե։ Նույն քարոզը, նույն գեդերը լավ չի լինում այդպես։ Ավելի լավ է որ մեկ եղբայրը թող վերջացնի իր բաժինը, լա հաջորդ գիրակի, լա մեկ ամիսի հետքը Չնայած որ եթե հաջորդ կիրակի ավելի նախընտրելի է, որովհետև մարդկանց մտքերում մեջ թարմ է։ Հետո դու ուրիշ թեմայով մոտիկանաս, նայ, երբեմն կան եղբայրներ, որոշ եկեղեցիներում այսպես կանեն, քարոզաշարք կսկսեն, մի գիրք կսկսեն։ Հետո ամեն շաբաթ տարբեր եղբայր մը գա, որ օրինակ մեկ շաբաթ Արարատ եղբայրը առաջին ամառին մինչև 5-րդ ամառ անում է, հաջորդ շաբաթ Սարգիս եղբայրը 6-ից 10 անում է, հետո Արտուր եղբայրը 11-ից մինչև 20 անում է, հետո Գամո եղբայրը 21-ից մինչև 37 անում է եւ այլն։ Չէ, ինչու՞։ Որովհետեւ ամեն մեկերնից պետք է մենք մեզի լավ մսերդածը լանք այդ գիրքը։ Չէ՞ թե ոչ։ Ոչ որ ասես անչափ առանց կապի անգապ քարոզ պատրաստելու պես կլինի հետո։ Դու ինչ հիշում ես 3 շաբաթ առաջ մյուս եղբայրը ոնց սկսեց այդ քարոզաշարը։ Այսինքն գրքի մայր պաստառը ինչ էր։ Ինքը այդպեսի դիվյալներ ներկայացրեց իր առաջին քարոզում, երբ գրված է, ուր գրված է, ումի գրված է, ինչու համար գրված է, այդպես բաներ։ Բայց դու կամ ես, բարձրապես մենք օրինակ որոշ համարից որոշ համարը սերդում ենք անգախ այդ բոլոր բատմական համատեքստի հետ կապ ունեցող կարևոր դվյալներին չի լինում։ Նրա համար է որ ավելի նախընտրելի է նույնիսկ եթե մեկ հատված լինի այն եղբայրը որ գիսատ թողեց ինքը թող շարունակի մնացած մասը եւ նախընտրելի է որ հաջորդ կիրակի ինքը այդ մասը նա վերջացնի քան թե 3 շաբաթ հետ կգա 1 ամիսի հետ կգնե բացի եթե այդպեսի հնարավորություն կա որ Ուրեմն մեկ այդպես կանե, 1 ամիսի հետ կկարոզե էլի նույն կրկի շարունակությունից, հիմա ադի դարբեր արծ է։ Ես անսամես այդպես չեմ նախընտրում։ Եվ եղբայրներ ջան, դուք որ մեր եկեղեցիում եք, նշмарած եք, որ ես սովորաբար
մեկ գիրքը չեմ առնում եւ չեմ սկսում եւ չեմ ինչ որ մեր եկեղեցում ամիս անգամ մգտամ պատկամ սովորաբար երբեմն այո եղած է որ 4-5 շաբաթ եդեվիալ կարոզ դված եմ մեր եկեղեցում բայց ամենադենապես չի պատահում ամիս անգամ շատ երկու նրա համար է որ տարբեր հատվածներ կվերցնեմ ինչու նայ ասեմ քեզ մեր մոտ օրինակ Սևակ եղբայրը գա ինք օրինակ ամիս անգամ անում է եփեսացիներից բայց խնդիրը ան է որ 4 շաբաթ 5 շաբաթ հետ կմոռացած ես արդեն ինչ կար հետո ինքը վերականգնում է երբեմն այդպես ես չեմ ասում սխալ է ես այդպես չէի անում ինչու որովհետև մարդու միտքը գմորանա եթե շարունակություն չկա նրա համար է որ ես այդպեսի մոդիկացում ունեմ որ դարբեր տեքստեր կվերցնեմ դարբեր տեքստեր եթե պետք լինի երկու տեքստ յետևեդևի երկու գիրակի կանեմ եղած է որ 1-2 անգամ հրած եմ այդպես բան յետևեդևի կարոզած եմ որ այսինքն այնպեսի ձևով ապահովեմ որ թեման վերջանա բայց այնպես մի տող չի լինի որ այս գիրակի ես խոսեցա եկալ գիրակի որովհետև ես ներկա չեմ զոր օրինակ ես Գյումրի կլինեմ զոր օրինակ ուրեմն Սևակ եղբորը կամ Արթուր եղբորը կամ Լևոն եղբորը իրենց տամ իրենց ասեմ որ դուք շարունակեցեք այդ քարոզը վերջացրեք ոչ ադի լավ չէ ինչու որ նրանք տակավին լուրջ չունեն աշխատած չեն բավարար այդ բաների վրա որ ես աշխատած եմ եւ ինչ որ ես իմը դի ունեի պետք է ամբողջացնեմ չնայած կիսատ կթողեմ սա մեր մոդեցումը չէ բացատրական քարոզի եթե ուրիշ եղբայրներ այդպես կանեն իմ կապարով շիտակ չէ այդ մոդեցումը Իսկ հովիկ եղբայր, ես գիտեք ինչ հարց է ուզում տալ, նայեք, եթե մի հատված, օրինակ 1-ից մինչև 10 համարները ուզում եմ վերցնեմ քարոզեմ, օրինակ x բանի էլի գլխի, բայց ես կարող եմ վերցնել 1-ից մինչև 5-ը մի կիրակի քարոզեմ, 5-ից մինչև 10-ը մի ուրիշ կիրակի, հիմա ես ամեն կիրակի համար, չէ որ նայում եմ, որ 1-ից մինչև 10 համարները մեկ գլխավոր միտք ունեն Հիմա առաջի կիրակին, որ քարոզում եմ, ասում եմ, էսա գլխավոր միտքը, երկրորդ կիրակին, որ նորից քարոզեմ, պիտի հիշացնեմ, չէ՞ որ էսա գլխավոր միտքը։ Այո։ Այսինքն չի փոխվում գլխավոր Չէ, միտքը։ գլխավոր միտքը չի փոխվում այդ հատվածի։ Այսինքն ինչ եմ լրացումներն եմ, այսինքն տալիս եմ 2 լրացում կամ 2-3 լրացում այս կիրակի, 3 լրացում մյուս կիրակի։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Այս կիրակի 1-2 կամ 3 լրացում տալիս ես, հաջորդ կիրակի ալ 1 կամ 2 ինչ որ, որովհետեւ ամբողջացումը լինի, օրինակ 4 կամ 5 կամ 6 ինչ որ լրացումներ։ Այո, այդպեսով։ Որովհետեւ քո քարոզը դե, քո հատվածը դե այն ժամանակվա համար, որ դու պետք է որ ամբողջացնես, եւ չլինի որ ինչպես որ ասի եղբայրն ջան, երբեմն կան եկեցիներ կանեն այդպես, օրինակ, մենք չենք անում մեր եկեցիներում, որ ադի հարմար չէ։ Ինչու՞ որովհետեւ երբեմն կա օրինակ սկսում են օրինակ Կարոզել օրինակ ասում եմ մեկ կորինթացիներից կամ հայտնություն գրքից այս շաբաթ դու կարոզիր մեկ մասը առաջ շաբաթ մյուսը դու կարոզի մյուս մասը այդպես շարունակենք լավ կապար չէ ինչու մեկ եղբայրը պետք է լրիվ ինք տիրաբեդած լինի այդ գիրքը առաջ որ սկսի պետք է լավ մգարտացած լինի չէ թե ոչ գիտես ինչ պիտի անե կալ գիրակի միանի մատվածս օրինակ 6-7 համար ես միան ադի պիտի սերդեմ ինչու համար մնացածը սերդեմ բարապ ժամավաճառ լինեմ, բայց այդպես անելով ինքը բաց թողնում է, այդ ոչ թե միայն այդ բոլոր օրդությունները, որ նրան կարող էին լինել, այդ բոլոր գիրքը առնվազն սկսի գարտալով, հետո ուսումնասիրելը, հետո կոմենտարիաները եւ այլն, բայց ինքը միայն ընդրովի այդ մասի իր բաժինն է, սրո միայն ինքը կարոզում է այդ մասից։ Բայց եւ որ այդպես անում ես, կարող է որ նախորդող հատվածում որոշ բաներ կար, որ նրանք ազդեցություն ունեն առնչություններ կա այդ հատվածի վրա որ հիմա քո տեքստի վրա գերիշխում են եւ ազդում են դու ո՞ց պիտի գարաս նկարի կարող է դու ոնց որ գնացիր արձակուրդի հանգստանալու գնացիր եւ դեղյակ չես կարող ինչու դու դրամապանում ես որ քո բարդականությունը բարդավորվածությունը միայն հաջորդ շաբթվա այս համարներն է նրա համար է որ եղբայրներ ջան ես անսաբես չեմ ասնարարել դուք ազատ եք Հիմա չեմ ասում դուք այդպես անում եք, բարձրապես որ եթե մի օրը այդպիսի հնարավորություն ստացվի ծեր արչև, ասեք որ այս պատճառների համաձայն շիտակ չէ, ինչու որովհետև ոչ մի բացատրական քարոզիչ այդպես չի անում, մեր քարոզիչները որ մենք սովորում ենք նրանցից, ոչ մեկ այդպես չի անում։ Նրանք բոլորը ամբողջացնում են գիրքը։
Այնպես մի չէ որ մեկ եղբայր, երկու եղբայր, երեք եղբայր ներգրավված են այդ մեկ գիրքի կարոզության մեջ։ Հա բացի եթե դերերուն է, մեկը մահացավ, հիվանդ եղավ 1 տարիով չի կարող շարունակել, կարող է որ անցնարարվի մյուս եղբոր, որ դու կարաս շարունակել, այդ ուրիշ հարց է։ Հասկանում եք ինչպես։ Նյա։ Ինձ կներեք էլի եղբայրներ, ես մի բան էլ հարցնեմ։ Այո։ Շատ չեմ կարող էլի։ Հա։ Հնալ ովիկ եղբայր, նայեք, իսկ ներածականի ու վերջաբանի մեջ ինչեր են մտնում, որ ներածականի մեջ կարանք օրինակ պատկերազարդում անենք կամ ասենք ինչ կարանք անենք ու վերջաբանի մեջ։ Կուզեի եթե այդ պահը վերահիշենք։ Մի առաջարկ եղբայրս հիմա գասեմ մի գանի բան, բայց էլի մեր դասակրկերում որ գնանք, այնտեղ ուղղություն գա մեզ համար, որբեսի վերիշենք եւ որ գնանք մեր դասակիրկերում բացատական կարոզի պրակտիկա գրքում այնտեղ նայե եւ կտեսնես։ Հիմա իդ վերադառնալով պատկերազարդում գարաս օգտագործել, ներածականի մասին խոսանք։ Գարաս սուկրային համարներ կործել կամ սուկրային պատմությունը կործել, որ կապ ունի քո թեմայի հետ։ Ամենակարևորը, որ քո պատկերազարդումն է, սուկրային ուղումն է, ներկա Հայաստանի քաղաքականությունից իրադարձությունն է, ինչ որ լինի, գամ ասենք թե հայոց պատմությունից մի թրվակ մնե, գամ հայ քրագանությունից մի հոդված մնե, գամ ասենք թե բանաստեղծություն մնե, որ նրա միջից թեման է կարևորը, որ պիտի գամրջես քո քարոզի մայր թեմայի հետ, պետք է որ սերտորեն կապված լինի, չէ՞ թե ոչ երկու տարբեր նյութերու մասին խոսում ես։ Ուրեմն մոդեցումները առատ եղբայրս եւ եղբայրներ ջան բազմազան են, բազմադեսակի են։ Չես կարող ասել, որ ամեն ադեն միշտ պատկերազարդումով սկսեմ։ Այսպեսով։ Չէ, դարբերություն ունելը, փոփոխություն ունելը կարևոր է եւ լավ է, առողջ է, որովհետեւ ժողովուրդը չչանցրանա, միաբաղ չլինի։ Հետո հոգնեցիչ կլինի։ Նրանք հետո ակնկալում են, որ ամեն շաբաթ քարոզիչը պիտի ինքը սկսի զորօրինակ մի առօրյա կյանքի պատմությունից մը, կամ զորօրինակ մի ծիծաղելի դրվագից մը։ Հիմա ձեզ բանը ասեմ, եղբայրներ ջան, օրինակ ամերիկացի ասենք շատ հարաճանաչ անձնավորություն կա, որ մենք քարոզիչ նրան չենք կանչում։ Ինքը ոնց որ բաներու մասին գխոսա, միշտ այսպես լավ բաներու մասին, ինքը իր բեռնով ասած է, ինքը մեղքի մասին, դժոխքի մասին չի խոսար։ Եվ ինքը քարոզիչ հովիվ, այսինքն կնկատե։ Եվ այդ մարդը իր պատմությունը, որ ինքը ընդրում է ամեն անգամ, այսպես ասում է, ամեն իր ճագերդյալ քարոզից առաջ, եւ միշտ իր ճագերդյալ քարոզները միշտ դրական բաներ են, պոզիտիվ, դրական, ժխտական բան չունի ասելիք այս մարդը։ Միշտ ամեն ինչը լավ բաներ է, ուրախանալի բաներ է, առողջ բաներ է, այսինքն իր մտադրությունով, իր մտածելակերպով, քան ինքը մեղքի մասին չի խոսար, դժոխքի մասին չի խոսար, ինքը ասած է, հերոստացույցից, ազգային հերոստացույցից ասած է, հարցազրույցի մատեն։ Հիմա ինքը այսպես սկսում է, միշտ ասում է այսպես, ամեն գիրագի, միշտ որ ինքը քարոզ տալիս է, ամեն գիրագի այսպես սկսում է։ Ես միշտ սիրում եմ, որ սկսեմ մի ծիծաղելի դրվագումը այդպես կխոսա։ Միշտ ծիծաղելի դրվագ ունի։ Թիմեք, ամեն ադեն նույնը անելը լավ բան չէ, նույնիսկ եթե ծիծաղելի է, չնայած որ Աստծո ներկայությունը ամեն ադեն ծիծաղելի բանով մեջ չունենք ներգրավենք մեր անձերը, ինչու որ լուրջ բաներ ա, եւ երկրորդ սա ամենը վտանգավոր մասն է, որ ոչ թե միայն ծիծաղելի բանով սկսում է ժողովուրդը խնդան, որ ոնց է կարծես թե իրենք հիմա պիտի ասենք պիտի ավելի պատրաստ լինեն, որ մտիկ անեն քարոզը իր։ Թիվ 2 իրեն պատմությունները սովորաբար գապ չունեն իր խոսածի հետ։ Այսինքն մի խոսքով ինքը կարծեք թե ջոքի, գադագի գիրկը վերցրած է, այդտեղից գադակը պատմությունը վերցրած է ծիծաղելի եւ պատմում է, հետո անդրադառնում է իր թեմային, ինչ որ է իր թեման։ Բացատրական քարոզի մոդեցումով այդպես չի կարելի։ Ինչ որ ասում ես իբր պատկերազարդում, պետք է որ գապ ունենա քո ասացի հետ, դրապանական է սա։ Չէ՞ թե ոչ, ես կարող եմ կալ ասել, եղբայրներ ջան, գիտեք, այս շաբաթ այսպես պատահեց իմ հետը, մեկը
Ապաշխարեց, աղոթեց, ուրախ էի, պարկ Աստծո, հետո զորնակ ես սկսում եմ խոսալ, զորնակ հայտնության գրքի մեջի Հիսուսի երկրորդ կալստյան մասին, զորնակ։ Բայց այդ թեման, որ ասեցի, ինչպեսի պատկերազարդում է, կապ չունի, նույնիսկ եթե դիրոջ պարկի համար վգայում եմ, ինչ որ վգայում եմ, ոչ թե իմ անձնական, ասենք թե գովաբանության համար, եւ թիվ 2 կապ չունի, քանի որ այդ բամությունը հայտնության երկրորդ կալուստի այդ թեմայի վրայով ինչ է իմ նպատակս, պարզապես որ մեր ժողովրդին հասկացնեմ, որ օրհնություններ ինձ համար։ Նույնիսկ եթե այդ խոնար հասկացողությունով մոտիկանամ, որ ժողովրդին հասկացնեմ, որ այս օրհնությունը ունեցա, ուսամ որ ցեզի համար էլ օրհնություն է, ուրիշները պիտի մտածեն, որ հովիկ եղբայրը, այսինքն գլուխ կողում է, հա, որ ասելով, որ մեզ հասկացնելով, որ ինքը այս շաբաթ մեգուն վգայեր է, մարդ ապաշխարեր է, աղոթեր է միասին եւ այլն, այդպես չի կարելի։ Կարող է քարոզի գդրվածքով ասես, որ հա, այս շաբաթ ասենք բան բադայացավ, եթե ավետարանչա մասին էր տեքստը, ասես, որ դիրոջ պարկի համար միան ուզում եմ գիսվել եղբայրներ քույրեր ջան ցեզ հետ, որ ասպես բադայացեդես, դերը ամեն ինչը դիրոջ վրա է, կենտրոնացումը դերն է, հովիգը չէ, առադը չէ, կամ արմենը չէ եւ այլն։ Չէ՞ թե ոչ շատ մարդիկ կա, որ ես այսպես խոսեցա, ես այսպես արեցի, ես, բայց քարոզի մեջ շատ այդպես անել լավ չէ եղբայրներ ջան։ Հիմա ուրեմն էլի առատ եղբայրս ներածականում կարևոր է որ անդրադառնաս ինչ որ ասում ես, պատմություն է, դրվագ է, բանաստեղծություն է, առօրյա կյանքից փորձառություն է, ինչ որ լինի, պետք է որ նրա գլխավոր թեման կապ ունենա քո քարոզի գլխավոր թեմայի հետ։ Բայց պետք է անդրադառնա քո քարոզի մայր թեմային։ Հետո վերջապանը, այսինքն եւ որ ամբողջացնելու լինես, ավելի ուրիշ անգամ կխոսենք, ինչու որովհետեւ եթե նշмарեցիք, վերջապանի վրայով կենտրոնացումս չի այսօր, ավելի ներածականի վրայով։ Հիշում եք 5-րդ մասը ներածականի մասին ուզում եմ մի քիչ խոսալ։ Քան անգամ ավելի կարող ենք, քան անգամ մյուս անգամ ինչ որ հնարավոր ավելի վերջապանի մասին խոսանք, թե մեր վերջապանը ոնց անենք։ Խոսած ենք սրանից առաջ, դասարանի գդրվածքով խոսած ենք լիքը, բայց ելի կգտնենք եղբայրներ ջան։ Եվ բայց հագիչ կերպով ասելով վերակաղով մը կվերջացնես, քո մայր թեմատ կհաստատես, վերջին գիրառումը կդաս։ Հա? Նորից գլխավոր միտքը ու լրացումները հիշացնում ես։ Արագ մը հիշեցնես, վերջին ասում ես Հիսուսի մասին։ Հա, ավետարանը գուդաս ոչ ավադացիաների համար եւ ժողովուրդը դալ կոնե գլսե անգամ միևս ոնց ավետարանը կարոզել է նրա դարբեր ծևերով, դարբեր մոդեցումներով եւ հետո վերջը իհարկե կներկայացնես ասենք ավադացիաների համար ալ մի գլխավոր վերջնական ասենք գիրառումը այդպիսով, որ մարդիկ դանեն այդ գիրառումը նրանց հետ։ So, առատ եղբայրը գնաց, բայց մենք շարունակենք։ Շատ լավ եղբայրներ ջան։ Այնտեղ է ամեն մարդ։ So, ձեր նկարները չեմ տեսնում, կարծեմ ինտերնետի խնդիր է նրա համար, բայց շարունակելով, հա, շատ լավ եղբայրներ ջան, շարունակելով, որովհետեւ այսօրվա մեր բաժինը ամբողջացնենք, բայց կարևոր մասը հիմա ասանք։ Քարոզի, ես այս մարակային երկու մասի բաժնեցի, քարոզի էքզեգետիկական ուրվագիծը կամ շրջակիցը եւ նրա բացատրական շրջակիցը։ Հիմա ամեն բանի առաջ ուզում եմ որ խոսանք մի քիչ քարոզի էքզեգետիկական ուրվագծի մասին։ Տերեգամի նոյեմբերի առաջին այդ շաբաթավերջը, նոյեմբեր քանին էր 6-7-8 կամ 5-6-7 ինչ որ էր, այդ առաջին շաբաթավերջ ծաղկացորում, երբ որ միասին ով որ մեր մեջից պիտի լինի այնտեղ, թե Երկրորդ Դիմոթեոսը կանենք բացատրական այդ մոդեցումով Երկրորդ Դիմոթեոսը պիտի ուսումնասիրենք, թե էքզեգետիկական ուրվագիծն ացես պիտի իրանցնեմ եւ թե բացատրական ուրվագիծն գրանցնեմ, որովհետեւ այդ տարբերությունը տեսնանք, բայց այսօր եղբայրներ ջան շատ հեշտ օրինակ ունենք աշխատեցա սրա վրայով 3 այսօր եւ հիմա գտեսնեք ինչ ասել ուզում եմ։ Հիմա բարձ տարբերությունը, հիմա եթե մեկը հարցնեց ձեզանից, ովիկ եղբայր, ինչ է տարբերությունը էքզեգետիկական ուրվագծին մի տեքստի առնչությամբ եւ բացատրական ուրվագծին այդ նույն տեքստի։ Հիշում եք մեր դասագրքում, բացատրական քարոզի պրակտիկայի դասագրքում, առաջին քանի մի էջերի մեջն է այդ երկու Դիմոթեոսի
2 Տիմոթեոս 2 համարի օրինակից։ Հիշում եք մեր դասակիրքը մեզ ինչ սովորեցում է, ինչու է գնում եմ այնտեղ միշտ, որ վերահիշենք, ավելի հեշտ լինի մեզ։ Այնտեղ Բողոս Արաքյալը էգզեգետիկական ուրվագիծը հետևյալն է։ Բողոս Արաքյալը խոսում է, որ Աստծո մարդը, քարոզիչը, հովիվը, ինքը թե թիվ 1 ուսուցիչ է, թիվ 2 ինքը զինվոր է, թիվ 3 ինքը հողագործ է, եւ մեկ այլ ուրեմն հողագործ, ուսուցիչ, զինվոր եւ ատլետ։ Սկիզբը ուսուցիչ, ատլետ, զինվոր եւ հողագործ։ Այդ հերթականությունով նշում է Պողոս Արաքյալը եւ Դիմոթեոսի խոսում է։ Սա էգզեգետիկական ուրվագիծն է, որ Աստծո մարդը ինչպիսի մարդ պետք է լինի, թիվ 1 ուսուցիչ, աշակերտող, թիվ 2 ատլետի, մեծ ատլետ, թիվ 3 զինվոր, թիվ 4 հողագործ։ Եվ ինքը խոսում է այսպիսի անձնավորությունները, նրանք ինչ անում են, ինքը ասում է, որ Աստծո մարդն էր, քարոզիչ հովիվը այսպես պետք է անե։ Okay։ Սա էգզեգետիկական ուրվագիծն է, բայց հիշում եք մեր տեքստը բացատական քարոզի ուրվագիծի ոլորտում ինչպես ներկայացնում է։ Ինքը չի խոսում գրքում։ Մեր գիրքը չի ասում, որ դու պիտի խոսաս Դիմոթեոսի վրայով, չէ, քրիստոնյա ծառան, Աստծո ծառան, կամ քրիստոնյաները այդպեսով կմոտիկանաս։ Ինչու, որովհետև բացառական քարոզի դրվածքով մենք չենք կարող միայն այնադեմվա տեքստի մասին խոսալ, այն օրվա համաձայն միայն մնալ։ Հապա այսօրով մեզ համար ինչ կապ ունի։ Դու պետք է ասես զոր օրինակ Աստծո ծառան գլինի, պետք է լինի, ավելի ճիշտ է, պետք է լինի աշակերտող ուսուցիչ, թիվ 2 մարզիկ, թիվ 3 զինվոր եւ թիվ 4 հողագործ, այդպիսով։ Եվ այդպիսով դու գարաս խոսել Բողոսի խրադի վրայով Դիմոթեոսի առնչությամբ, բայց իհարկե գիրառումը չի ասես, որ այս գիրառումը միայն Դիմոթեոսի համար է։ Չէ, գիրառումը մեզ համար է, իբր Աստծո գործավոր։ Եթե մենք քարոզիչ ենք, հովիվ ենք եւ այլն, պետք է ասես, որ իբր հովիվ, իբր քարոզիչ մեկը այսպես կանե, մյուսը այդպես կանե, մյուսը այդպես կանե, այդպես։ Իբր քրիստոնյա մենք ալ պետք է այսպես անենք կամ այնպես անենք։ Միայն Դիմոթեոսի մասին պետք չէ խոսանք։ Հասկանում եք, եղբայրներ ջան։ Սա շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է։ Հիմա նայեցեք, եղբայրներ ջան, հետևյալ ուրվագիծը ունեմ իբր էգզեգետիկական ուրվագիծ։ Իբր էգզեգետիկական ուրվագիծ։ Առաջին համարներում տեսնում ենք Մանասեի 4 գործերը։ Առաջին համարներում տեսնում ենք Մանասեի 4 գործերը։ Հիմա միայն խոսում եմ էգզեգետիկական ուրվագիծի վրայով։ Էգզեգետիկական ուրվագիծ էլի նշանակումը իմաստը սա է, որ տեքստից ինչ տեսնում ես։ Տեքստից ինչ տեսնում ես։ Առաջին համարներում մենք տեսնում ենք Մանասեի 4 գործերը։ Հետո 10 եւ 11 համարներում տեսնում ենք Մանասեի դադաստանը Աստծո կողմից։ 10-11 համար Մանասեի դադաստանը Աստծո կողմից։ Հետո 12-ից 17 համարները տեսնում ենք Մանասեի զղջումը ու բարեփոխումները։ 12-ից 17-ը տեսնում ենք Մանասեի զղջումը ու բարեփոխումները։ Ինչու ինք զղջաց եւ բարեփոխումներ արեց։ Եվ վերջո տեսնում ենք 18-ից 20-ը Մանասեի անորոշ ժառանգությունը։ Հիմա ես այսպեսով ներկայացած եմ, եղբայրներ ջան, հիմա գարամ եկա ասել Մանասեի խառը ժառանգությունը, կամ ուրիշ բառ գտնել։ Մանասեի, ինչու ասում եմ Մանասեի անորոշ ժառանգություն, այսինքն ինչպես որ հայրը իր սերունդին, որդիներին ժառանգություն թողնում է, Մանասեն ինք անորոշ խառը ժառանգություն թողեց նրա յետևից եկողներին։ Իր որդին, երբ որ նրան աճորտեց, մենք տեսնում ենք Ամոնը իր որդին, որ հագարակ արեց, ետ չարություն արեց։ Եվ տեսնում ենք, որ Աստծո Երուսաղեմի ժողովուրդը Դագավին այսինքն խառը վիճակի մեջ էր, այսինքն մի խոսքով իր բարեփոխումները, իր զղջումը, որ առաջ բերեց նրա բարեփոխումներին, որևիցեով
հարադև արդյունք չդվեց, հարադև ազդեցություն չունեցավ ժողովրդի կյանքի վրա։ Ինչու որովհետև նայեցեք, ասպես ասում է 21 համարից։ Ամոնը 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ եւ 2 տարի թագավորեց Երուսաղեմում։ Իր հայրը 55 տարի, ինքը 2 տարի, նա ճարիք գործեց Տիրոջ առաջ, որպես ինչպես որ գործեր էր իր հայրը Մանասեն։ Նայեցեք, Ազոխոսքը հիշում է, որ իր հորը նման արեց, ինչ որ սկիզբ արած էր։ Եվ ասում է հետո 23 համար, նա չխոնարհվեց Տիրոջ առջև։ Մենք գիտենք, որ երբ որ գնանք կարդանք Ազոխոսքը 12 համարի մեջ, ինչ ասեց Ազոխոսքը, Մանասեն Ազո առաջ խոնարհվեց իր հայրերի Ազո առաջ։ Ուրեմն դու պետք է նկատի ունենաս այս մասերը։ Հետո ուրիշ բան մնա եղբայրներ ջան, երբ դու այս տեքստի վրա աշխատում ես, պետք է այս տեքստի զուգահեռ հատվածն էլ նկատի ունենաս, որ գտնվում է այս տեքստի զուգահեռ հատվածը 4 թագավորների 21-րդ գլխի մեջ 4 թագավորների 21-րդ գլխի մեջ 1-ից 18 համարները եւ այնտեղը տեսնում ենք որ որոշ մի քիչ նրբություններ կան, ինչպես որ B մնացորդած 33-ում կան որոշ նրբություններ, որ միասին համատրելով գարաս ավելի մեծ պատկեր առնել այս Մանասե թագավորի կյանքի առումով, կյանքի առնչությամբ եւ կարեւոր է այդ համատրումը չես կարող անդեսել այդ զուգահեռ հատվածը 4 թագավորների 21-ից ասելով որ պետք չունեմ չէ մեջբերումներ կա որ պետք է որ անես իբր խաչացե ողումների պես ոնց որ ավելի դեղեկատվություններ են սրանք որ ավելացնում եմ ասենք թե այդ տվյալները որ պետք է նրա վրա մի քիչ խոսասալ հղում անես որովհետև ինչու մենք գիտենք զուգահեռ հատվածներ ունենք զորնակ ավետարաններում որոշ մասնիկներ կա ինչպես որ խոսած ենք դասարանում եղբայրներ ջան եթե օրինակ գնաս Հովանես 6-ում 5000-ի գերակրելը Հովանես 6 1-ից 15 5000-ի գերակրելու մասին կխոսա բայց եթե գնաս Մատթեոս 14-ում մենք տեսնում ենք որ Մատթեոսու ավետարանիչը ասում է որ 5000 մարդ դղամարդ առավել գիներ եւ երեխաներ այսինքն 5000-ից շատ ավելի էր դիվը բայց թիվը այդտեղը բարձրապես 5000 դղամարդկանց համար է մենք որ ասում ենք 5000-ի գերագրումը Ազոխոսքը այդպես ներկայացրած է սա չի նշանակում որ գիներ չի գային երեխաներ չի գային որը Մատթեոսու ավետարանիչը մեզ հստակացնում է որ երեխաներ ալ գային եւ գիներ ալ գային սա Մատթեոս 14-ում նրա համար է որ այսպեսի հատվածներ որ կարոզենք եղբայրներ ջան միան չենք կարող ամենասխալ բաներից մեկն է երբ կարոզիչը միան իր հատվածի մեջ մնա եւ զուգահեռ հատվածներուն չգնա Օ ժամանակը շատ է ժողովուրդը պետք չունի գիտնալու ոչ պետք ունի գիտնալու մանավանդ եթե կարևոր բան մը գա որ այնտեղից կարող ես քաղել եւ մեջբերել այստեղը քու տեքստի առումով որպես ու ցուցաբերես որ նայե այս մասերը կարևոր են որ նկատի առնեցվի ուրեմն ինչ տեսակ եղբայրներ ջան մեր էքզեգետիկական այսինքն տեքստային ուրվագծից մեր տեքստային ուրվագծից տեսանք Մանասեի չար գործերը 1-ից 9 համարները հետո Մանասեի դադաստանը Աստծո կողմից 10-11 համարները հետո Մանասեի զղջումն ու բարեփոխումները 12-ից 17-ը հետո տեսանք Մանասեի անորոշ ժառանգությունը որ ինք թողեց 18-ից 20 համարները ինչու 18-ից 20 համարները վերջացնումը Ազոխոսքը ոնց որ վերականգնում որ Մանասեն թե բատնա արեց թե լավնա արեց տեսնում եք թե բատնա արեց թե լավնա արեց հիմա սա էքզեգետիկական ուրվագիծն է, տեքստի ուրվագիծն է, տեքստային ուրվագիծը, սա բացատրական քարոզի ուրվագիծը չէ։ Հիմա բացատրական քարոզի ուրվագիծը եղբայրներ ջան, հետևյալ ցևով ըրի։ Ներկայացնեմ ցեզ ինչ ունիմ։ Նայեցեք։ Թեմաս հետևյալն է, թեզիսը հետևյալն է, առաջարկս 4 փաստեր։ Աստուծո առաջ չարիք կործող առաջնորդների վերաբերյալ Այսինքն 4 բաներ կա ասելիք, 4 իրականություններ, 4 տվյալներ կան։ Ես ասել 4 փաստեր օգտագործի։ Ինչու տեքստից վերցված է եւ ցանկի մեջ սրանք փաստեր են, իրականություններ են, որ կպատահեն, պատահում են այսինքն 4 փաստեր Աստծո առաջ չարիք կործող առաջնորդների վերաբերյալ։ Դիմեք
Հիմա սա բացատրական քարոզի ուրվակիցս է, ոչ թե էգզեգետիկ ուրվակիցը, որ ինչպես որ դեսնում ենք տեքստի մեջ, Մանասե, ոչ։ Չարիք կորձող առաջնորդները, նայեցեք, ես չեմ ասում Մանասեն, սա բացատրական քարոզի ուրվակիցը, առաջին լրացումը, չարիք կորձող, նայեցեք, 1-ից 9, 10-ից 11, 12-ից 17 և 18-ից 20 նույն համարներով սպաղվում եմ, զուգահեռ էգզեգետիկական ուրվակիցի համարներու ընտրությունը նույնն է, ինչպես որ բացատրական քարոզի համարներու ընտրությունը։ Ուրեմն թիմեք, 1-ից 9 համարները, չարիք կորձող առաջնորդները մեծ ազդեցություն են ունենում իրենց առաջնորդած մարդկանց կյանքի վրա։ Սա առաջինը։ Նորից ասեմ, չարիք կորձող առաջնորդները մեծ ազդեցություն են ունենում իրենց առաջնորդած մարդկանց կյանքի վրա։ Մանասեի իրավիճակը սա էր։ Ինչպես մոլորեցրեց քսե ժողովուրդը։ Թիվ 2, 10-11 համարները, չարիք կորձող առաջնորդները խստորեն գթադվեն ազոգոմից ճիշտ ժամանակին։ Չարիք կորձող առաջնորդները խստորեն գթադվեն ազոգոմից ճիշտ ժամանակին։ Սա բացատրական քարոզի ուրվակից է։ Թիվ 3, ուշադրություն անում եք եղբայրներ ջան, ամեն մի բացատրական քարոզի լրացում այս պարակային արդեն գիրարելի է, բնականաբար, բնաստաբար գիրարելի է, գիրարումը մեջն է։ Նրա համար է, որ բացատրական քարոզի ուրվակիցը գդարբերի էգզեգետիկական տեքստային ուրվակիցից։ Թիվ 3, 12-ից 17 համարները, չարիք կորձող առաջնորդները կարող են ներվել զղջման միջոցով։ Ես չեմ ասում, որ միշտ կներվեն, չէ, որովհետև ամեն չարիք կորձող առաջնորդ չի զղջում, այս պարակային տեքստի համաձայն չարիք կորձող առաջնորդները կարող են ներվել զղջման միջոցով եւ վերջինը 18-ից 20 համարները թիվ 4 չարիք կորձող առաջնորդները հաջորդ սերունդներին թողնում են անորոշ բարոյական ժառանգություն։ Չարիք կորձող առաջնորդները հաջորդ սերունդին կամ սերունդներին թողնում են անորոշ, այսինքն խարը բարոյական ժառանգություն, բարոյական հոգևոր այդպիսով։ Ինչու, որովհետև մենք տեսնում ենք 18-ից 20 համարները, ինչպես Մանասե թագավորը նրա վրա ազող խոսքը ասում է, որ թե լավն է արեց, թե վատն է արեց։ Թե լավն է, թե վատն է։ Այո, վատովը սկսեց, լավով վերջացրեց, բայց նայեցեք, դիրոջ խոսքի, այսպես ասելով, վերջնական, ասենք, եզրակացությունը իր վրայով ինչ էր։ Դիրոջ խոսքի վերջնական եզրակացությունը այս թագավորի նկատմամբ ինչ էր։ Հիմա սրա մասին կարդում ենք հետևյալը։ Նայեցեք, սա էլ ասեմ, եւ շարունակենք մենք կարդանք Մանասեից ետքը իր որդին Ամոնը եկավ, որ նայալ չար թագավոր էր Հուդայի։ Բայց նրանից ետքը, Ամոնից ետքը Հովսիա թագավորը եկավ, որ սա Ամոնի որդի լինելով ինք շատ լավ թագավոր էր։ Ինչու որովհետև ասում ազոխոսքը 2 բ մնացորդած 34:2-ում նա արեց, Հովսյան արեց, ինչ ուղիղ էր դիրոջ արջև եւ գնաց իր հայր Դավթի ճանապարհներով ու չխոդորվեց ոչ աջ ոչ ձախ։ Տեսնում եք, ազոխոսքը այդ զանասանությունը տված է, որպես հստակ լինի, որ ինչ պատահեց սելով այս մարդու կյանքում։ Հիմա մենք նայեցեք ուրիշ ինչ կարդում ենք։ Ամոն Մանասեի որդին քեշտուն արեց դիրոջ առաջ եւ վերջը նրա ծառաները ազոխոսքը ասում է 2 մնացորդած 33:24-ում նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ եւ նրան սպանեցին իր տան մեջ եւ ինք 22 տարեկան էր թագավորեց միայն 2 տարի այսինքն 22-ից մինչեւ 24 եւ հետո իր հաջորդը Օվսիան եկավ 8 տարեկան էր թագավոր դարձավ եւ Օվսիան 31 տարի ինք թագավորեց հիմա երբ շարունակենք կարդալ ազոխոսքը մենք տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը ասում է, որ դերը ինչ արեց, գիտեք, Հուդայի ասկնալ, սա շատ կարևոր է եղբայրներ ջան, Հուդայի ասկնել վդարեց իր երեսից ումի պատճառով, Մանասեի պատճառով,
որ Մանասեի մեղքը շատ մեծ էր, Տերը դոզղճած, բայց իր ըրած ամեն բաները նրա համար է որ ասեցինք որ մեգումը խարը ժառանգությունը որին թողնում է բարոյական երկարադեպ ազդեցություն ունի չես կարող ասել որ այսօրվա իմ ըրած մեղքս թե վաղ խոստովանիմ չի կարող առնչություն ունենալ աբակայի սերունդների վրա եւ նայեցեք Սուրբ Գիրքը ինչ ասում է Գարթամ 4 թագավորների 23 գլխից 24 համարից 4 թագավորների 23 գլխից 24 համարից Հովսյան այդ բարի թագավորը որ թորնիկներ բանին Մանասեի վերացրեց նաև ողգներին ու նշանագետներին տերաբիմներին ու գուրքերը եւ բոլոր այն քարշությունները որ երևացել էին Հուդայի երկրում եւ Երուսաղեմում հաստատելով այն գրքում գրված օրենքի խոսքերը որը Կեղկիա քահանան գտել էր Դիրոջ տանը եւ նրանցից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել եւ ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն եւ ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ նայեցեք հիմա սա շատ ցավալի դժմարություն կա այստեղը 26 համարից սակայն Դերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ պարգությունից ինչու Հովսյան շատ լավ արեց բայց Դերը 26 համարում ետ չդարձավ բորբոքված իր մեծ պարգությունից որը բորբոքվել էր Հուդայի դեմ բաժարած այն բոլոր ճարիքների համար որոնցով Մանասեն բարգացրել էր նրան տեսնում եք դարիներ հետո եւ Դերը ասաց Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից ինչպես որ մերժեցի Իսրայելից Աքսորի գնաց Իսրայելը Հուդան ալ գնա Աքսորի եւ պիտի դեն գցեմ այս քաղաքը իմ ընտրած Երուսաղեմը եւ այս դունը որի համար ասացի իմ անունը պիտի լինի այստեղ այսինքն սրանից հետո ժամանակը գալիս է որ իմ անունը այստեղ չի լինում ինչու որ Աքսորի գնում է ժողովուրդը մինչեւ որ ժողովուրդը ետ դառնա դեպի Երուսաղեմ եւ այլն դերի հետ իր ողորմության համացան վերադարձնել նրանց բայց աստեղ եղբայրներ ջան անդրադառնում ենք որ Սուրբ Գիրքը ասում է այսինքն որ ոչ թե Հովսեայի խաթրի համար ապա Մանասեի համար Դերը իր պարգությունից չդարձավ Դերը արդեն որոշած էր որ ինք պիտի բաճի Հուդայի ժողովուրդը Երուսաղեմը արդեն Հուդայի այդ ասենք մարզի կամ այդ շրջանի մեջ էր եւ ինք ասեց եւ վերջ Տերը ասեց եւ վերջ այսինքն տեսնում ենք եղբայրներ ջան որ ինչպես տեսնում ենք որ մեգումը ըրած չար գործերը չարիք գործող առաջնորդները հաջորդ սերունդին թողնում են անորոշ բարոյական ժառանգություն այս բարակային անորոշ էր բայց այդ անորոշտան մեջը վերջի անշուշտ կորզանում գար ինչու որովհետեւ Դերը ինք որոշեց որ իր իմաստության եւ իր արտարության համաձայն որովհետեւ Մանասեն իհարկե ուրիշ թագավորները վադություններ ռազային բայց Մանասեին շատ ծայրահեղ էր բախտած մյուսներին Տերը ասեց վերջացավ սրանից հետո նույնիսկ Հովսյան որ եկավ լավ թագավորը որ Սուրբ Գիրքը ասում է նրա պես չկար ոչ իր մի առաջ ոչ իր մի հետ կը որ հավատարիմ էր Տիրոջը բայց վերջ ասեց Տերը Հուդանալ գնում Աքսորի ինչպես Իսրայելի արեցի Հուդայան նույնը կանեմ ուրեմն այսպեսի մեջբերումներ խաչացե ողումներ եղբայրներ ջան բատմական աստվածապանական խաչացե ողումներ են ոչ թե միայն պատմական կարևորը որ մենք անենք քարոզի կտրվածքով եւ միջի այլոց այո մտածում էի որ ասեցի հա կարող եմ կարելի այս քարոզը դամ այս գիրագի մեր եկեցում հետո ասեցի ուրիշ թեմայի վրա աշխատում եմ միևնույն մյուս տեքստ անում եմ սա ուրիշ ադեմվա կարա մնալ ինչու որ հետաքրական տեքստ է մեջը բավական կարևոր ճշմարտություններ կան ուրեմն 4 փաստ բացատրական քարոզի ուրվակիցս 4 փաստ Ազո առաջ չարիք կորձող առաջնորդների վերաբերյալ։ Թիվ 1 չարիք կորձող առաջնորդները մեծ ազդեցություն ունենում են իրենց առաջնորդած մարդկանց կյանքի վրա, որը մոլորեցեցին նրանց։ Այդպես ասում Ազո խոսքը։ Առաջին 9 համարները 10-11 համարները թիվ 2 չարիք կորձող առաջնորդները խստորեն գտադվեն Ազո կողմից ճիշտ ժամանակին, հարմար ժամանակին, եւ դերը արեց սա։ Թե Մանասեի կյանքում եւ թե հետո վերջը լրիվ Հուդայի ալ 12-17 թիվ 3 չարիք կորձող առաջնորդները կարող են ներվել զղջման միջոցով սա չի նշանակում որ չարիք կորձող է սելով ասել չէ որ ետ դարձ չի կարելի նրան
Կարա աշխարհը զղջալ դերը ողորմած է, ինչպես Սարգիս եղբայրը ասեց, մարդու ուրած մեղքը դիրոջ ողորմություն, այո, դիրոջ ողորմության մասին Սարգիս եղբայրը այստեղ կարող ենք խոսալ։ Եվ դի 4 չարիք գործով առաջնորդները հաջորդ սերունդներին թողնում են անորոշ բարոյական ժառանգություն, անորոշ կամ խարը կամ նույնիսկ ասենք վատ բարոյական ժառանգություն։ Ասպարակային թեև ինք փառվոքումներ արեց, ինք զղջաց, բայց մենք գիտենք, որ նույնիսկ ժողովուրդը շարունակեց բարձր դեղերի վրա, նույնիսկ դերը ճաշտել։ Բայց դերը ասած էր բարձր դեղերի վրա չես անում, պետք չէ անես, բայց ինք պամճասեց, թեև ինք զղջաց, բայց ժողովրդի վերջը լավ չէր։ Ինչու որտեղ դերը վճռեց Մանասեի այդ վերջին ասենք վատ թագավորներից ասեմ։ Թեև իր զավակն էլ ինչպես որ գարտացինք մի քիչ առաջ իր զավակը նրանից հետ Ամոնը որ եկավ, որ 2 տարի թագավորեց, անալ վատ անցեր, բայց ուր է տարիներ մեկը վադություն անե, իբր չար թագավոր, չար առաջնորդ, թագավոր չեմ ասում, չէ, բացական կարոզի վակուծում չար առաջնորդներ եւ իհարկե, ասպիսի կարոզմ եղբայրներ ջան, եւ որ մենք եկեղեցիում դալիս ենք, մենք մեր ժողովրդին ալ ոնց որ այդպեսի անում ենք, որ նրանք մտածեն, որ մեր առաջնորդները թե քաղաքական եւ հոգեվորալ, ինչու որովհետեւ այս մարդը թեև ինքը թագավորն էր, բայց մենք գիտենք ինչպես Իսրայելի եւ Ուտայի թագավորները բավական հոգեվոր ազդեցություն ունեին ժողովրդի վրա նրանց վարվելագերբով, գործերով, թե լավ եւ թե վատը, ինչպես որ այս պարակային Մանասեից կարդում ենք։ Ուրեմն այս 4 փաստերը մեզ ցուցաբերում են, որ չարիք գործող առաջնորդները մեծ թեր ունին ազո ժողովրդի կյանքում ալ, ինչու Իսրայելի ժողովրդի բար ազո ժողովուրդ, այո, հին ուխտի ժողովուրդ, ասել չէ որ ամեն անց Իսրայելից, Հուդայից հավատացյալ էր, փրկության ջամփու վրա էր, բայց ազո ուխտի ժողովուրդն էին, ազո ուխտի օրդությունները վայելում էին, այդ պաշտպանությունը վայելում էին, ինչ որ ուխտը իրենց տալիս էր, ուխտի հետ կապ ունեցող բատվիրանները, ազո խոսքի միջոցով մարգարեները տրված էր նրանց, ազո խոսքը տրված էր նրանց, բայց ժողովուրդը մեծամասնությամբ մերժեցին եւ վերջը նրանք էլ Բաբելոն աքսորի գնացին։ Աստծով եղբայրներ ջան, հարց կա, բամը ասելիք ունեք, ուզում եմ ցեզանից ասել։ Այսօր սովորաբար մեծամասնությունից լուր եք ասում։ Մի քանի անգամ չարացի հարցնել, բادوسխան չգար ես շարունակեցի, բայց խնդիր չէ։ Հուսամ որ հստակ էր, բայց եթե հարց կա, խնդրում եմ հարցրեք։ Հովանես եղբայր տվյալ ժամանակ ավելի լավ լսենք, հետո որտեղ շատ լսելը ավելի շատ ինֆորմացիա տալի, քան ստե խոսալը։ Դες որ հաճելի է լսելը։ Ճիշտ է, հարցեր լինելու են, բայց հենց հիմա չունենք, որովհետև Եթե հետո տեղի բացատրում եք, էլի դուք, չգիտեմ։ Շատ լավ, եթե հետո լինի եղբայրս, մերսի։ Եթե հետո լինի, խնդրեմ, այսինքն գարակ անհատական ģերբով գապնվել կամ քալ անգամ այսպես խմբով արձագանքել հարցը, խնդիր չկա։ Կամ զանգել, պրոբլեմ չկա։ Ուրիշ եղբայրներ ջան, եթե վերջին բաներ կա, հարցեր կան, ասելիք կա, չեն ոչ այսօրվա համար այսչափով եւ դեր գամի այո, կդեղատրեմ այս մեկը, եթե այսօր չէ, վաղը, մինչեւ վաղը, շատ հուսով եմ, որ YouTube-ում կլինի եւ հղումը կուղարկեմ ցես։ Շատ լավ եղբայրներ ջան, հարց չկա, բարի գիշեր ասենք։ Հովանես եղբայր, ես մի հատ էլ հարց ունեմ, մեր այս վերջին սեմինարը, որ եղավ, այդ վիդեոն նկարվել է, ճիշտ է։ Եվ որ վերջին սեմինարը ասում է շաբաթ օրվանը։ Այո, հա, ես քեզ կուղարկեմ լինքը, ես ունեմ, որովհետև իմ էջի վրա ալ նույնիսկ YouTube-ում գծած եմ, ոչ այն մեկը, որ այս դեսանյութերը դեղատրում եմ, ուրիշ մի հատ ունեմ, որ այնտեղից քեզի լինքը կուղարկեմ, այնտեղ գա, մեր կենտրոն եկեղեցիուց է, բայց ես ամենը 4 հատ հավաքեցի, մի դեղ դրեցի, ես քեզ մի քիչ հետ որ ամփոփացնենք, հղումը կուղարկեմ, քո տեքստ կանեմ Viber-ում։ Եղավ, շնորհակալություն է դերում հարցնել, որտեղ վտայեցե բաներ կա, որ կարելի է լսել ու վերջել, էլի։ Իհարկե, այո։ Լավ, շնորհակալություն։ Շատ լավ։ հարցնեի։ Այո։ Իսկ սխալ կլներ օրինակ, որը երկու մասի բաժանվել հատված, ասենք 1-ից 9 համար եւ 10-ից 20 համար, այսինքն առաջի հատվածում օրինակ խորը մեղավոր բնույթի մերսագործության անկման հատվածը ոնց որ խոսացվեր, իսկ 10-ից 20 համարներում այնտեղ խոնարհում, ապաշխարում, զղջում ու այն մնացած
կետերը ոնց որ ենթակետ արդեն ոնց որ ասվել։ Օրինակ որ ապաշխարության բանը հետո այնտեղ ինքը իր գործերը որ ապաշխարությունը ոնց որ միայն խոսքերով չլինում, այլ գործողությունով կյանքի ընթացնելն է ցույց տալ, որ կյանքը արդեն փոխված է ու նման ինչ-որ ձևով Հիմա 1-ից 9, ինչպես ասեցին կամոյեղ բայց 1-ից 9 1 քարոզ 10-ից 20-ը երկրորդ քարոզ գլինի, բայց խնդիրը ինչ է։ Խնդիրը ան է, որ 18-ից 20 համարները այդ խարը անորոշ ժառանգության մասին կխոսա, միան իր լավ բաներու մասին չի խոսար։ Ինքը ասում է, որ նրա աղոթքը 18 համարում եւ որ Ազո անունը կանչեց, նրա աղոթքը հետո 19 համարում Ազո ընդունելը նրան եւ հետո ասում է աստարովտի գուրքեր կանգնեցրելը, նախքան խոնարհվելը, ասպեսի ինչու որ մի խոսքով խարը ռազ է։ Հա հնարավոր է, բայց այնադեն ասպես արցնեմ։ Հիմա այնադեն առաջին քարոզի մեջ եթե ասենք թե իր մեղքի մասին խոսած եւ երկրորդ քարոզի մեջին իր զղջումի եւ բարվոքումների մասին խոսած, էլի դագավին 19 համարում ասում է նրա աղոթքը Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերը ու անօրենությունները եւ այն դեղերը ուր նա բարձր դեղեր էր գառուցել եւ աստարովտի գուրքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, հա դրանք գրված են դեսանողների հիշադակներում։ Այսինքն մի խոսքով այնտեղը դեր այդ իրադարձությունը գա, այսինքն անգամ եւս հիշեցնում եմ ես, որ նայե այս բաները ինքը արեց։ Նրա համար է, որ ես ասենք իմ բացառական այդ ուրվագծի 4-րդ կետս, 4-րդ լրացումս Մանասեի անորոշ ժառանգությունը դրեցի։ Չասեցի Մանասեի լավ ժառանգությունը։ Որ մենք գիտենք, հետո ինչպես մի քիչ առաջ կարտացի այդ վերջին հատվածից 4 տակավորների 21-ից ներողություն 4 տակավորների 23-ից 24-ից 27-ը իր խարը ասենք թե բանը ժառանգությունը ցուցաբերում է Աստծո խոսքը էլի։ Նրա համար է որ ոնց կանես, նայ, ասանք կարաս անել, ասեմ, ասպես կարաս аնել։ Գարաս 1-ից 9 խոսալ, երկրորդ քարոզը նրա ասենք խոստովանությունը բարվոքումները խոսած 10-ից մինչև գարաս խոսալ այս պարակայում 10-ից մինչև 17 համար։ Հետո կարաս վաղ ասենք թե վերջապանի առումով ամբողջացնել վերջին 3 համարները։ Ես այդպես չէի անցնարարել, ինչու որովհետև նույնիսկ այդ վերջին 3 համարներում մեջ բաներ կա, որ դագավին զրույցը ամբողջացած չէ եւ այս 3 համարները նախորդող զրույցի հետ գաբ ունի։ Այնպես մը չէ որ բարձրապես ասեց Մանասեն դնջեց իր հայրերի հետ 20 համարը վերջացավ, չէ, 18 եւ 19-ի մեջը իր լավ եւ վատ բաների այդ խարը ժառանգության մասին խոսում է, որ ինք թողեց Հուդայի ժողովրդին իր հաջորդ եկողներին։ So, նրա համար է, նայ, եթե այդպես արեցիր, երկուի բաժնեցիր այդպեսով մեղքը չէ։ Բայց հետո օրինակ կարող է որ միայն մի գետի մասին խոսաս, մի գետ ասելով, այսինքն նրա մեղքը եւ դադաստանը ազգոմից, եւ թիվ 2 նրա ասենք զղջումը եւ բարեփոխությունների մասին խոսիս, իբր երկրորդ քարոզը այդպեսով։ So, մեկ խոսքով մեգական գետի մասին դակավին խոսում ես։ Գլխավոր կապարը գլինի այնադեն։ Ինչու որ եթե միայն մեկ լրացում ունիս քարոզում, սա ասել է որ սա գլխավոր մայր կապարը դե։ Բացի եթե դու արդեն քարոզի մայր կապարը ներկայացրեցիր եւ երկուքի բաժնելով քարոզը, դու առնվազն պետք է 2 լրացում ունենաս առաջին քարոզում եւ 2 առնվազն լրացում ունես երկրորդ քարոզում, ինչու եթե մայր կապար արդեն ունես, կոնե 2 լրացումներ պետք է ունես առնվազն։ Չէ՞ թե ոչ, եթե մեկ լրացում ունես, մեկ լրացումը մայր կապարը, չես կարող ասել իմ քարոզի մայր կապարս ասե, բայց մեկ կետ ունեմ, մեկ լրացում ունեմ։ Չէ, արդեն քո քարոզի մայր կապարը քո լրացումը դե։ Ուրեմն 1-ից 9 գարաս ասել օրինակ նրա մեղք եւ դադաստանը 2 գետ, այդպեսով 2 լրացում եւ երկրորդը նրա զղջումը եւ բարեփոխումները այդպես կարաս խոսալ։ Եթե այդպես անես, բայց հետո էլի պետք է կոնե վերջո այդպես մը ամփոփես որ նայ իր հրած բաները խառն էին։ Վատնալ արեց, լավն արեց եւ ըստ
4 թակավորների 23-ում 24-ից 27 ինչ որ գարտացինք, կարևոր է այս մասին հիշես, որ Աստված ինք որոշեց Մանասեի մեղքերու երեսից։ Սա չի նշանակում, որ Աստված վրեժխնդիր Աստված է, չէ, այդ մեղքերի հետևանքը այդպես մներ, որ եդ դարձ չգար ժողովրդի համար։ Դերը գիտեր սա։ Հնարավոր չէր նրանց համար ետ դառնան։ Իրենք անգամ արդեն անասվածության մեջ էին, նույնիսկ եթե թակավորը դարձավ, որոշ բարեփոխություններ, բարվոքումներ արեց, սա բավարար չէր, որ ժողովուրդը ընդհանրապես դարձի կար Աստծո, ետ Աստծո օրենքին հպատակեր մեծամասնությամբ ժողովուրդը, այդպես չէր նրա համար։ Շատ լավ եղբայրներ ջան։ Հա, այսպես դերը շարունակե մեզ զորացնել իր ծառայության մեջ, հավատարիմ բահ է, շնորհակալ եմ ձեր ուշադրության եւ ամբերադարության համար եւ ինչպես ասացի եղբայրներ ջան, շարունակենք այսպես մեր հանդիպումները on-line եւ կդեղատրեմ այս տեսանյութը այսօր վաղը եւ ելի ուղումը ցես կուղարկեմ։ Okay, դերը դերնիդ, բարի գիշեր։ Հայդե, ցտեսություն։ Բարի գիշեր, շնորհակալություն, հաջողություն։ Նմանապես։ Շնորհակալ եմ։ Bye bye։ Բարի Բարի գիշեր։ Բարի գիշեր։